Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, հյուրս այսօր արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն է, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան, հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Այսօր մենք մեր հարցազրույցի ընթացքում մի շարք թեմաների կանդրադառնանք, որոնք իսկապես շատ կարևոր են եւ մասնավորապես ինձ համար հետաքրքիր է լսել նաեւ ձեր կարծիքը։ Եվ ես կուզեմ սկսենք մեր այսօրվա զրույցը հայոց ցեղասպանության 110-րդ ամյակի այդ միջոցառումներին անդրադառնալով, հա, այստեղ հիմնականում դեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձին, որտեղ մենք այս տարի կարելի ասել տեքստում ուղղակի երկու անգամ էր հնչում ցեղասպանություն բառը, ոչ մի բառ չկար այն մասին, որ Թուրքիայի կողմից է հայ ժողովրդի դեմ իրականացվել, իր իսկ բնորան հայրենիքում Արևմտյան Հայաստանում տեղի ունեցել այդ մեծ եղեռնը, ոչ մի խոսք չկար ճանաչման մասին Թուրքիայի կողմից, ընդհանրապես չկար եւ մի քիչ էլ դժվար է պատկերացնել, որ բոլորովին այլ ուղին դրած Փաշինյանը կարող էր հանկարծ խոսել պահանջատիրության մասին, իհարկե բացարձակապես ոչ մի բառ։ Ընդհանրապես մեր նախկին նախագաների ուղերձներում գոնե շեշտվում էր 1.5 միլիոն զոհերի մասին, այդ փաստի արձանագրումը դարձյալ չկար։ Եվ ես կուզեմ Փաշինյանի այս ոչինչ չասող ուղերձին, այդ դատարկ թղթին, բովանդակային առումով, կուզեմ հակադրենք նաև մեր ժողովրդի այն զգացողությունը, երթի մարդաշատությունը եւ այս ամբողջը վերլուծելով, պարոն Պետրոսյան, ինչ ուղերձ մենք ուղեցինք ապրիլ 24-ին, հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը աշխարհին Փաշինյանի ոչինչ չասող ուղերձով եւ մեր ժողովրդի մարդաշատ այցով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Գիտեք, շատ բազմաշերտ հարց տվեցիք տարբեր բովանդակային առումներով։ Գործնականում հարցը հետեւյալն էր. այսօր իրականության հետ կապված իշխանությունների իրականություն եւ հայ ժողովրդի իրականություն, որոնք իրարից լիարժեք տարբերվում են եւ լուրջ հակադրության մեջ են։ Տեսեք, որ ասում ենք, թե Նիկոլ Փաշինյանը, որը իր ուղերձում ընդամենը մեկ կծկտուր բառ ասեց ցեղասպանություն եզրույթը օգտագործելով եւ որևէ բառ չասեց Թուրքիայի կողմից ճանաչման, հատուցման, առավելևս 1.5 միլիոն հայի կոտորածի մասին։ Սա սովորական օր չէր, սա արդեն 110-րդ տարին է, ինչ մենք նշում ենք մեր ցեղասպանության օրը։ Հիշենք 100-ամյակին նաև ինչպիսի հավաք եղավ, ինչպիսի աշխարհը, ինչպիսի ընկալում ունեցավ ցեղասպանության մասին։ Սա եւս այդպես որպես արդեն 110-րդ տարելից պետք էր կրկին անգամ աշխարհին բացատրել, աշխարհից պահանջել։ Չէ՞ որ մեր ջահագիրների կոչը ուղերձը միշտ եղել է ճանաչում, հատուցում ձևակերպումը։ Սա ուղղված է միշտ այլ երկրներին ճանաչիր, իսկ Թուրքիային ուղղված էր հատուցում։ Այսօրվա ջահագիրներ եւ մեր բոլորիս պահանջը այսօր չէր կոչվում որպես ճանաչում եւ հատուցում, այսօր արդեն կոչ էր հնչվում մի ուրացիր։ Սա արդեն ներքին թշնամու մասին է, ներքին թշնամի, որ մենք այսօր ունենք, որը զավթել է մեր իշխանությունը, Հայաստանի պետական իշխանությունը։ Եվ մասրա ուղերձից ինչ պետք է ընկալեինք։ Մենք սա ես նույնիսկ զարմացա, որ նա այդպիսի բառ է օգտագործել։ Ես կանխատեսում էի, որ թուրքահապատակը նույնիսկ այդ բառը չէր օգտագործի, որտեվ նրա խոսնակներից Անդրանիկ Քոչարյան, որի անուն-ազգանունը հնչեցնելը կարծում եմ վիրավորական է յուրաքանչյուր նորմալ մարդու լսողության համար, նա չէր ասում, որ պետք է անուն առանուն ճշտել զոհերի թիվը։ Չէ՞ որ նրանք են ասում նույն Արարատ Միրզոյանը, որը թուրքական գործակալ, բառը պետք չի մոռանալ, պետք չի խուսափել, թե կրկին անգամ ենք ասում։ Աշխարհում չկա մի երկիր, որի արտգործնախարարը լինի գործակալ։ Եվ ըստ օդում կախված լուրերի առավելևս քո թշնամի երկրի գործակալ։ Եվ սա չի ասում, որ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը ցեղասպանությունը չի։ Նիկոլ Փաշինյանը չի բարբաջում, որ ցեղասպանությունը մեր արտաքին օրակարգում չկա, առաջնահերթություն չի։ Եթե առաջնահերթություն չի, այսպես էլ պետք է վարվի։ Չէ՞ որ նա է կոչանում, որ Արցախի շարժում Հայաստանում չկա։ Մենք ցեղասպանությունը 110-րդ տարին ենք ասում, 2 տարի առաջ, հեսա երկրորդ տարին կլրանա, ցեղասպանություն չէր արդյոք Արցախում տեղի ունեցածը։ Բառի բուն իմաստով ցեղասպանություն, ուղղված կոտորածով, էթնիկ զտումով, մշակութային արժեքների ոչնչացմամբ։
ցեղասպանության դիսպոզիցիայի մեջ ընդգրկում են հենց դա ազգային պատկանելություն, մշակույթ, կրոն, այդ հողի վրա ոչնչացնել մեկ այլ ազգի։ Այո, հայ լինելու համար է Իսկ հիմա ցեղասպանություն չի իրականացվում մեր ազգի նկատմամբ այս ազգակործան պատուհասները։ Ցեղասպան չեն, որ հարձակվում են մեր կրոնի վրա։ Ցեղասպան չեն, որ մեր պատմությունն են կեղծում, խեղաթյուրում։ Հայոց գրականությունն են կեղծում, խեղաթյուրում, թուրքական գրողներ լցելով։ Ցեղասպանություն չէր, որ նա կոչ էր անում, որ խաչքարները դուրս բերել Հայաստանի տարածքներից։ Հիշեք, իբրև թե մայրուղիների վրա խաչքարեր կան տեղադրված։ Ցեղասպանություն չի, որ այսօր հայ երիտասարդությանը մղում են աղանդավորական թմրամիջոցների, մղում են շահումով խաղերի մեջ, կոչ անելով ընդհանրապես մսխելու եւ հաճույք ստանալու վարկով ապրելակերպ ունենալ։ Սա եւս ապագա սերունդների նկատմամբ ցեղասպանություն է։ Եվ հիմա նույն կոչով սա հնչեցնում է իբրև թե ողբում է կամ սքում է հայոց 1.5 միլիոն ժողովրդի համար։ Ամենևին այդ ուղղությունը նրա մեջ ոչ մի ցավ չկար, ոչ մի հատուցման, ճանաչման պահանջ չկար։ Սա պարզապես ձևական մի արտահայտություն էր, որը գրեթե նույնական էր, ինչ Ադրբեջանի կողմից կամ ներողություն Էլդողանի կողմից հրապարակված, այն կարծես թե ցավակցական հեռագրի տեսք ունեցող։ Այո, եւ ես ուզում եմ այստեղ ուղղակի հիշենք, տեսեք, այնտեղ խոսում է հայոց ցեղասպանության մասին ուղերձում խոսում է սահմանազատման, սահմանագծման, խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների։ Հետևաբար այս ուղերձը ամենևին էլ այն կարևորը չէր, որ պետք է ուղղվեր աշխարհին, այն էլ այս իրավիճակում, հա, պարոն Պետրոսյան, ուղղակի գիտեք ինչն է, ես կուզեմ հետեւյալ հարց տալ ձեզ նաև, տեսեք, Արցախից սրանք հրաժարվեցին, իսկ Արցախով Հայաստանը տարածաշրջանում լուրջ գործոն էր։ Հիմա սրանք հրաժարվում են, ուրանում են հայոց ցեղասպանության փաստը, որով մենք աշխարհում էինք Հայաստանի Հանրապետությունը, աշխարհում շատ կարևոր գործոն էր դա նաև։ Երբեմն ասում ենք, չէ, մեր ցավն է հայոց ցեղասպանությունը, բայց այդ ցավը մենք պետք է ճիշտ օգտագործենք աշխարհում Հայաստանի Հանրապետությունը ճիշտ ներկայացնելու համար։ Հիմա այս մարդը դրանից էլ է հրաժարվում։ Զրոյացնում է մեր բոլոր կարևոր փաստերը, իրողությունները, գործոնները Հայաստանի Հանրապետության։ Նա փորձում է մարդկության մեջ, հայ մարդու մեջ ոչնչացնել հիշողությունը։ Այդ է պատճառը, որ պատմական եւ իրական Հայաստանի հակադրություն է դնում։ Սրանով է պայմանավորված։ Նա ցեղասպանությունը աստիճանաբար հայ ժողովրդի մեջից ցանկանում է վերացնել։ Նրա կողմից այդ հիմար մտքերը խաղաղություն, սահմանազատում, ձևակերպումները եւ խաղաղություն ում հետ քո ազգը կոտորածի համատեղ ապրելու, գոյակցելու հնարավորություն ում հետ Թուրքի հնարավոր չի։ Թուրքը ունեցել է մեկ գաղափար հային ոչնչացնել։ Վերջերս, եթե չեմ սխալվում, 3 թե առաջ օրը արդեն թուրքերը 3 պետության մասին են ասում։ Թուրքիա, Ադրբեջան, նաև Կիպրոս։ Արդեն 4-րդ պետություն են օգտագործում Հայաստանի տարածքը, 4 պետություն մեկ ազգ։ Որպես արևմտյան Ադրբեջան։ Այո, նաև դա են օգտագործում, այսինքն ստեղծում են իրենք 4 պետություն իբրև մեկ ազգի գաղափարախոսությամբ։ Որտեվ Կիպրոսի մի մասը վերցրել են, Ադրբեջանը Թուրքիան համարում, չէ՞ որ ասում են մեկ ազգ երկու պետություն ձևակերպմամբ։ Վաղ Հայաստանն էլ վերցնելու են կդառնան 4 պետություն մեկ ազգ գաղափարախոսությամբ։ Եթե Նիկոլի քաղաքականությունը իրականացվի։ Այդ դուք ուղերձ եք ասում, գնում է դրանում, իհարկե գնում է։ Անկախության հռչակագիրը, եթե ոչնչացվում է, հիմքը անկախության հռչակագրի հիման վրա ստեղծվեց, չէ՞, հայոց 3-րդ Հայաստանի Հանրապետության 3-րդ ընդունվել է 90 թվականի օգոստոսի 23-ին, սահմանադրությունը 95։ Պատկերացնում եք, այսինքն սահմանադրության ծնունդը հռչակագիրն է։ Իհարկե, եւ մեր պետության ծնունդն է։ Եվ պետության, այսինքն եթե դուք ծննդական չունենաք, անձնագրային ոչ մի սեղանում ձեզ անձնագիր չեն տա։ Սա պարզ ձևակերպում եմ ասում, որ մարդիկ հասկանան։ Սահմանադրության փոփոխություն այս ձևակերպումը սրանք ստորաբար մտցրեցին այն տեսանկյունով, որ ընդհանրապես հռչակագիրը դուրս բերեն։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծ որ կհրապարակվի ապագայում, տասված որ մենք չտեսնենք, որ սրանք չհասցնեն դա անել, կտեսնենք, որ կառավարման համակարգի, մարդու իրավունքների, գործադիր իշխանության, համայնքային կամ այլ լիազորություններ, պարտականություններ, որևէ իրավունքի կամ այլ դրսևորումներ չեն փոփոխվելու։ Ընդհանրապես փոփոխության նոր սահմանադրության ընդունումը հնարավորություն է տալիս հռչակագիրը անելու։ Դե իրենք արդեն բաց փոփոխման դեպքում սահմանադրությունը փոխելու դեպքում չէին կարող հռչակագիրը անել։ Եվ հիմա հռչակագիրը հանելը պարտադիր արդեն նա չի հերկում, տեսեք,
Հրապարակավ ասում է, որ այո, հռչակագիրը չի լինելու սահմանադրության մեջ։ Այո։ Եվ ես կուզեմ հայոց ցեղասպանության այդ օրվա նախաշեմին, հա, երբ ամեն տարվա եւ արդեն բավական երկար տարիներ է, որ դրոշի հայտ ջահերով երթն է տեղի ունենում, այդ օրը նաեւ այդ հայտնի ավանդույթը կա դրոշը այրելու եւ նորից տեղի որ հիշեցրեցիք այդ մասին։ Իդեպ ես ուզում եմ ասել ներողություն եմ խնդրում, պարոն Պետրոսյան, այդ սովորույթը ես նայեցի նաեւ YouTube-յան ալիքներով, պարզվեց, որ մի քանի անգամ նաև Ադրբեջանի կողմից է եղել, Թուրքիայի կողմից է եղել Հայաստանի դրոշի այրման այդ process-ը։ Եվ հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը, ղեկավար համարվող Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտեց, որ հարևան երկրի դրոշը այրում ենք։ Նույն ընթացքում մենք լսեցինք արտգործնախարարի Ադրբեջանի Բայրամովի հայտարարությունը, ավելին ասեմ, եւ ես ուզում եմ սա հատուկ մեջ բերել, մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը պետք է ճանաչվի որպես հանցագործություն։ Հիմա եկեք հասկանանք ինչ է ուզում մեզանից Ադրբեջանը եւ ինչ է սիրահոժար հրամցնում Փաշինյանը։ Այս մարդկանց նպատակը հարևան թշնամական պետության Հայաստանը ագրեսոր պետություն ճանաչելն է։ Բազմաթիվ արդեն փաստեր ոնց հասկանում եմ կա իրենց թղթածրարի մեջ, այդպեսին հայտարարելու համար մեր երկիրը։ Եվ Փաշինյանը տալիս է այդ ամբողջ հնարավորությունը։ Ես կխնդրեմ այս հայտարարության վտանգավորության մասին ձեր կարծիքը հայտնել։ Տեսեք, Ադրբեջանը որպես ցեղասպան ժողովուրդ, Թուրք, ես որպես ադրբեջանցիներին որպես Թուրք եմ միշտ ասում եւ չկա ադրբեջանցի ձևակերպում, Թուրք են նրանք, պարզապես Թուրքիայում չեն ապրում, ադրբեջանական իրենք վարչական տարածքում են ապրում։ Թուրքը միշտ էլ եղել է հայի թշնամի։ Եվ հիմա մոռացել ենք, որ Արցախի դրոշները փռել էր Ալիևը եւ քայլում էր վրայով։ Չէ՞ որ դա մեր սրբությունն էր։ Եվ հիմա նրանք ասում են պետական այլ մեր դրոշները բազմից են այլ, ինչպես դուք նկատեցիք։ Եվ հիմա նրանք ասում են դա պետք է հանցագործություն դիտել։ Բա Արցախի մշակույթի ավերը, ոչնչացումը, գերեզմանների քանդելը, դրանք ինչ են։ Մեր եկեղեցիներն ու խաչքարերն են ոչնչացնում, մեր գերեզմաններն են ոչնչացնում, եւ դրանք ավելի արժեք ունեն, քան դրոշը, ես կասեի։ Դրանք մեր ամբողջ կյանքի հիշողություններն են, մեր եկեղեցիները։ Հիմա նրանք այրում ու քանդում են։ Հիմա դա արդյոք հանցագործություն է թե ոչ։ Եվ հիմա սրանք այս հայտարարությունը, որ արեցին, չկասկածեք, ԿՊԱ-ական ողմակը իր խմբակցությունով վաղը միսօրը կարող է ազգային ժողովում իրենց ձայների քանակը բավական է։ Նաև օրենք ընդունեն այլ երկրի դրոշը գուցե եւ գրեն Թուրքիայի կամ Ադրբեջանի դրոշը այրելը կարող է դիտվել որպես հանցագործություն։ Ապրիլի 23-ին, որ մենք բոլորս հրապարակում էինք, հրապարակում կար 38 դրոշ։ Ամբողջ հրապարակում կար 38 դրոշ։ Երկու դրոշը դա Հայաստանի եւ Արցախի դրոշներն էին, 34-ը այն պետությունների դրոշները, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը, եւ եւս երկու դրոշ Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք եւ այրեցին։ Եվ այդ այրելը մեսիջ է աշխարհին, որ այս դրոշ կրողները, դրոշակիր երկրների ժողովուրդը, նրանց իշխանությունները դրանք են ցեղասպանություն իրականացրել։ Եվ այս մեսիջը ամբողջ աշխարհով գնաց։ Դուք չեք տեսել նաև Ֆրանսիայում, եթե չեմ սխալվում, նաև Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում եւս թուրքական դրոշներ այրվեցին մեր հայ համայնքի կողմից։ Համիտեղից Ֆրանսիայում հստակ հիշում եմ։ Այո։ Միշտ է եղել նախորդ դա։ Միշտ եղել է եւ դա շարունակվելու է, եւ սա շարունակվելու է, քանի դեռ այդ ոչրագործները ցեղասպան այդ ազգը իր իշխանություններով չի ընդունել։ Բայց մի բան չի եղել, պարոն Պետրոսյան, որ երբևէ չի եղել, որ Հայաստանի որևէ ղեկավար դատապարտի այդ ավանդույթ դարձած բողոքի ձևը։ Դա բողոք է ուղված աշխարհին, բողոք է ուղված պահանջատիրության պահանջն է մեր ուղված Թուրքիային։ Ոչ մի իշխանություն մեր երկրում դա չի կարող լինել, չէ՞ կարող կանխատեսվել։ Մենք կարող էինք կանխատեսել նախինում, որ կարող էր ցեղասպանությունը քննարկման առարկա դառնալ։ Մենք նախինում կարող էինք մտածել, քանի դնեն հաշվեն, քանի անուն ազգանունով 1.5 միլիոն մարդու մասին։ Մենք կարող էինք մտածել, որ մեր պետության քաղաքական դիվանագիտական առաջնահերթությունը չէ։ Մենք չենք մտածում այդ մասին, բայց տեսեք հասել ենք մի տեղ, որտեղ ունենք մի իշխանություն, որ արդեն ամբողջությամբ Թուրքիայի կամակատարն է։ Եվ հետևաբար նա պետք է հենց քննադատեր, նա պետք է տեսեք նույն Թուրքիան պնդում է, որ ինչ ենք դրոշը այրում կամ Ադրբեջանը, նույնիսկ Ադրբեջանը մեզ ֆաշիստ է համարում եւ սրանք մի ցպտուն չեն անում։ Դուք պատկերացրեք նաեւ այլ երկրների կողմից է զարմանալի, որ արձագանք չի լինում։
Գուցե այս իշխանությունները, գուցե չէ, հաստատապես նրանք նամուս, արժանապատվություն չունեն հայոց իշխանությունները, բայց այն երկրները, որոնք Հայաստանի հետ ունեն բազմատարի տասնամյակների դիվանագիտական, բարեկամական փոխհարաբերություն, օրինակ նույն Ֆրանսիան, ինչի չդատապարտեց Ալիևի այդ հայտարարությունը։ Չէ՞ որ եթե ֆաշիստական պետություն է, այսինքն ստացվում է, որ Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ բազմաթիվ այլ երկրներ այս ֆաշիստական երկրի հետ բարեկամություն են անում։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը դատապարտ, այո, դա է ուզում ասել։ Եթե չի արձագանքում նրանցից ինչ ենք մենք պահանջում։ Տեսեք, մի հիմար թեզեր են նետում հասարակության մեջ, որ ասում են, որ ադրբեջանական թեզերը, եթե կրկնում եք, դրանք Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցում։ Այս տահակները մի բան չեն հասկանում, բայց եթե իշխանությունը չի խոսում, Ադրբեջանի նախագահը ինչ-որ հակահայ հայտարարություն է անում։ Երկրի առաջի դեմքը չի պատասխանում, արտգործնախարարն է ասում, մեր երկրի արտգործնախարարը չի պատասխանում, կամ այլ ռանգի չինովնիկներ, հակահայ հայտարարություններ են անում, որևէ մեկը չի պատասխանում։ Դեպքում մենք ենք ստիպված պատասխանել։ Տեսեք, ասում են չպատասխանենք, որ պատերազմ չլինի, ուր ենք հասել, աբսուրդ։ Այսինքն, եթե այսօր կրակում է ադրբեջանցի զինվորը եւ արդեն երկար ժամանակ է Սյունիքի, այդ հատվածներում բնակիչները բավական տագնապած են, եւ այս մարդիկ շարունակում են լռել, հələ դեռ ավելին, Նիկոլ Փաշինյանը չկրակելու հրահանգ է տալիս։ Միևնույն է ադրբեջանցի զինվորը, որքան սրանք լռում են, որքան հայտարարում է չկրակելու մասին, միևնույն է նրանք կրակում են։ Այսինքն այս աբսուրդը, այս սուտը հայ ժողովրդի առաջ է դրվում ամեն օր։ Այո, ճիշտ ասեցիք, ասում եմ չկրակելու հրաման է տալիս։ Նախ այս ազգակործության պատվասը այն կարգավիճակը եւ այն լիազորությունները ըստ համարության չունի, որ նման հրաման տա։ Այո, այսինքն անօրինական հրաման է տալիս, ես հրաման եմ տվել չկրակելու։ Ինչու՞, սահմանադրորեն, որտեղ հստակ ամրագրված է։ Բնականաբար նա այս խաղաղ պայմաններում ռազմական որևէ ղեկավարություն չունի։ Ռազմական ղեկավարը մեր բանակի ղեկավարը այսօր բանակի շտաբի պետն է։ Ցավոք Էդիկ Ասերյանը ինչա։ Ցավոք նա է։ Նա էլ կարող այդպիսի հրաման տալ, որովհետև նա էլ այն հայրենիքը չունի Արցախի լինելով հանդերձ, բայց Նիկոլ Փաշինյանը բառի բունի իմաստով ապօրինի հրաման է տալիս։ Ախր մենք մոռանում ենք Նիկոլ Փաշինյանի ամեն օրվա ազգային ժողովում ելույթը պարունակում է մի 10-15 հանցագործության մասին կոնկրետ հայտարարություններ։ Չէ՞ որ նա ասում է հրաման եմ տվել չկրակել, հետևաբար դա եղավ պաշտոնական հանցագործություն, քո լիազորությունները սահմանազանցեցիր։ Նա հրաման է տալիս, որ թույլ չտալ падգամավորներին գաղտնիության ռեժիմի տակ գտնվող փաստաթղթերին ծանոթանալ, այն դեպքում, երբ նրանք ունեն թույլտվություն ծանոթանալու։ Ապօրինի հրաման է դա։ Նա հայտարարում է, որ հայոց ցեղասպանությունը չի ճանաչում։ Նա հայտարարում է, որ Արցախը հանձնել է։ Նա հայտարարում է, որ Հայաստանի սահմաններում գտնվող թուրքական զորքերին չի կարող ռազմական ուժով վռնդել։ Սրանք բոլորը իր կողմից տված հանցագործություններ են։ Պարզունակ հանցագործության մասին հայտարարություն է տալիս, ասում է, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չի ստացել, այլ 300 մետրից բերը իրեն տվել է։ Եվ ինչ ստացվում է, որ նա ապօրինի ձեռք է բերել փաստաթուղթ վարորդական իրավունքի եւ կեղծ փաստաթուղթ ունենալով, որտեղ կեղծ է դա, նա իրական քննություն չի տվել, որպեսզի կարողանա եւ հիմա վարում է մեքենա։ Նրան պետք է դատել հենց կեղծ փաստաթուղթ օգտագործելու փաստով կամ ձեռք բերելու փաստով։ Այսինքն Փաշինյանի հանցագործությունների թղթածրարը բավական ծանր է, պարզապես։ Ես առիթ ունեցել եմ ասել Արմինե ջան, ես միշտ ասել եմ, եթե քրեական օրենսգիրքը խփենք Նիկոլ Փաշինյանի գլխին, օրենսգրքի 80% հոդվածները կմնան նրա ուսերին։ Նա բազմաթիվ հանցագործություններ է արել, սրանք ամենամեղ, ամենաթեթև հանցագործություններն են։ Նա իշխանությունն է յուրացրել, նա պետական իշխանությունն է յուրացրել, նա պետական դավաճան է, բազմաթիվ հայկական ականապատման տարածքները զուտ հույժ գաղտնի փաստաթղթեր են։ Միակողմանի հանձնեց նույնիսկ այն բլոկնոտները, որոնք նախանշված էին։ Հիմա վերջերս նույն Ադրբեջանը չէր ասում, որ նորից ականապատման հետ կապված քարտեզները պետք է տալ։ Հա, ասում է կեղծում է։ Այն խոսքը նրանում է, որ ասեցիք անդադ ձայն չի հանում, որ խաղաղություն լինի։ Ներողություն այս բառից համար կզած, ծնկի եկած անձը իշկանել ողորմություն խնդրի խաղաղության, այդ խաղաղությունը ինքը չի ստանալու։ Խաղաղությունը ոչ թե մուրում են, այլ վաստակում են։ Իսկ սրանք ընտրել են մուրելու քաղաքականությունը, որ ժողովրդի աչքին միատել, այսպես ասած, թոս փչեն այն իմաստով, որ տեսեք մենք խաղաղություն ձեռք բերեցին, նորից ընտրեք մեզ։
Սա ամենավտանգավորն է, որ կարող է լինել Պետրոսյան, տեսեք, Ալիևը ինչ է ասում, ռազմական դիմակայության վտանգը ասում է պահպանվում է, քանի դեռ Հայաստանը չի կատարել մեր բոլոր պայմանները։ Իրականում Հայաստանը ինչ ասել են, ՔՊ-ն ասել է այո։ Ալիևն ինչ ասել է իր վարչախմբի անդամների հետ միասին, այդ կետերը, հա, այսպես կոչված խաղաղության պայմանագրի։ Այս մարդիկ ասում են այո, չկա մի կետ, որ ասած լինեն ոչ։ Վերջին կետերից մեկն էլ Մինսկի համանախագահողների հետ կապված խմբի լուծարման այդ պահանջն է, որ դրել են, սրանել են ասել այո։ Բայց դրանով հանդերձ Ալիևը ասում է, ռազմական դիմակայության վտանգը պահպանվում է։ Սրան ի պատասխան մենք Փաշինյանից արդեն երկրորդ անգամ լսում ենք խորհրդարանի ամբիոնից հայտարարում է պատերազմի որևէ հիմնավորում չկա եւ գիտեք ինչով է փաստարկում իր այդ հիմնավորումը տալիս, ասում է քանի որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։ Սա եւս ստում է։ Ես դա եմ ուզում հիմա, եկեք հասկանանք, այդ երբ է Ալիևը հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության սահմանները։ Այս տահակը դեռևս Պրագայում 22 թվականի հոկտեմբերի 6-ին էր, եթե չեմ սխալվում, արդեն օրերը կարող է շփոթենք, ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում եւ այնտեղ կրկնեց հետեւյալ բառը 86,600 քառակուսի կիլոմետր ճանաչում է Ադրբեջանի տարածքը, այդ թվում դրանում ներառելով նաեւ Արցախի տարածքը։ Ադրբեջանը երբևէ, նաև հիշենք, որտեղ մենք կարծես էլի կարճ հիշողություն ունենք, նույն Միացյալ Ազգերի կազմակերպության բարձր ամբիոնից հնչեցնում էր, որ Հայաստանը 29800 քառակուսի կիլոմետր է։ Հիշեք, միշտ ասում էր, որ ես այդ 29800 քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ, Արցախի վարչապետը չեմ։ Հիմա դառավ 29743, ուր կորան այդ մնացած կիլոմետրերը։ Հիմա ըստ տեղեկությունների ասում են ըստ պաշտոնական 240, իրականում 500 քառակուսի կիլոմետրից ավել զավթել է Ադրբեջանը։ Եվ հիմա Ադրբեջանի նախագահ այս պայմաններում, որ ինչ հանձնարարում է այս իշխանությունները կատարում են, ոչ թե խնդրում, այլ հանձնարարում է, եւ շարունակում է պնդել, որ ռազմական գործողությունների վտանգը դեռևս կա։ Այս ֆոնի վրա տեսեք, մի ամիս ավել, արդեն մի ամսից ավել է երևի 40 օր ավել կրակում է Ադրբեջանը եւ նույն Ադրբեջանն է ասում, որ ռազմական գործողությունների վտանգը դեռ ավարտված չէ եւ կա։ Եվ մեղադրում է ամեն անգամ թե հայկական կողմն է կրակում, ինչպես նաեւ այսօր առավոտյան են մեղադրել, թե իբր 28-ին առավոտ շուտ կրակել են։ Այս ամբողջը ինչ է նշանակում։ Հիմա որ ժամանակին, ներեցեք այդ հարցին ես կպատասխանեմ, թե ինչ են ուզում։ Ժամանակին, որ մենք բոլորս աղմկում էինք, որ եվրոպական այդ դիտորդները, որոնք իրենց արժեքով ոչինչ չարժեն, Հայաստան բերելով Հայաստանին ոչինչ չի տալի, շատերը ասում են, տեսեք, Եվրոպան տես ինչ անելու Հայաստանի համար պաշտպանելու է։ Լավ, 40 օր ավել կրակում են։ Եվրոպական դիտորդները ընդամենը մեկ անգամ անատամ մի հատ հայտարարություն էին տարածել, որ իբրև թե, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից կրակոտ չի եղել այդ օրը։ Այո, բացառիկ Միջայրոց վերջին հայտարարությունն է։ Բայց նա դիտորդական խումբ են, նրանք իրականացնում են սահմանային դիտորդական գործունեություն։ Պաշտոնական ամեն օր թող հայտարարեն, եւ ես համոզված եմ, որ հայկական կողմը չի կրակում։ Բոլորս ենք դրանում համոզված, որ կրակում է բացառապես Ադրբեջանը։ Առաջին հերթին ինչ նպատակ ունի սա Ադրբեջանի կողմից եւ հետո անցնենք թե ինչ պահանջներ որ դնում է կատարումը։ Տեսեք, առաջին հերթին նպատակ ունի մեր սահմանային հատվածներում առավելապես մարդկանց մտցնել վախի մթնոլորտի մեջ։ Վախի մթնոլորտում մենք օբյեկտիվորեն նայենք, ինչքան էլ հայրենասիր լինի այդ գյուղացին մեր գյուղացին, որ իր ընտանիքով ապրում է սահմանամերձ հատվածում, վախ կունենա իր ընտանիքի համար, իր երեխայի համար, իր ծնողների համար, կարող է այդ վախից դրծված ստիպված լքեն գյուղերը։ Դա են ուզում։ Շատ հնարավոր է եւ դա, եւ Նիկոլն էլ է դա ուզում։ Նիկոլի համար շատ հեշտ կլինի սահմանագծման աշխատանքները կատարի այն տարածքներով, որտեղ բնակեցված չեն։ Հիմա գուցե այդ կրակոցները իրականացնում են, որ վաղը գյուղի բնակիչները դուրս գան, որ Նիկոլը շատ հանգիստ սահմանագծում է իրականացնի առանց գլխացավանքի։ Մենք տեսանք ինչ եղավ Կիրանցի հատվածում։ Հասան իրենց նպատակի, բայց գործնականում սեփականության 40-39 թե 40 անձի սեփականության վկայականով իրենց սեփական տարածքները տվեցին ադրբեջանցուն։ Հիմա սա վախի մթնոլորտ մտցնելու հետևանք է։ Եվ ես գրեթե չեմ էլ կասկածում, որ այս գործողությունները Ադրբեջանը անում է Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված։
չկարծկացեք երբևէ։ Դրսից ինքն է նրա հետ սպառնում, համաձայնեցված։ սրանք։ Տեսեք, ասում եք, ինչ ասես սպառնում անում է։ Հələ չի հասել Ադրբեջանը մինչև վերջ իր պահանջներին։ Երկու պահանջն է, չէ՞, այսօր առավել ցայտուն Մինսկի խումբը եւ սահմանադրությունը, որը ասում են սահմանադրությունը փորձում են արդարանալ, որ որևէ արգելք չի խաղաղության պայմանագրին, Մինսկի խումբն էլ ասում են կարող են ստորագրել այդ լուծարման առումով խաղաղության պայմանագրի հետ կապված, գումարած ԵՀԿ-ի նախագահն է ազգությամբ թուրք է, որ այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան։ Բայց Ադրբեջանի հակումները շատ ավելի հեռուն են տանում։ Ես միշտ ասել եմ, դուք չկասկածեք, որ վաղը միսօրը Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մեջ մտնի ըստ Ադրբեջանի արևմտյան Հայաստան համայնքի ղեկավարների հետ։ Արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջանը իրենց ձևակերպան, արևմտյան Ադրբեջան չէ, որ նրանք արդեն համայնք ունեն, կարծեմ նույնիսկ ինչ-որ ղեկավարներ են տարածքների նշանակել, իշխանություն են ձևավորել։ Նույնիսկ եթե ես չեմ սխալվում, ՄԱԿ-ում էլ հաստատվել են։ Ոչ թե հաստատվել, այլ ՄԱԿ են ուղարկել նաև իրենց առաջարկությունները, որ տեղահանված են եւ ՄԱԿ-ը պետք է օժանդակի իրենց վերադառնալ իրենց իբրև թե ճակերտավոր հայրենիք։ Հա, իրենք շատ Եվ ակտիվ Նիկոլ աշխատում Փաշինյանը են։ վաղը միսօրը չկասկածեք, որ բանակցությունների մեջ է մտնելու այդ հանրության հետ, ոչ թե Ալիևի։ Ինչպես հիշում եք, Արցախի դեպքում եղավ Արցախ Ղարաբաղի համայնք, չէ՞, այնպես ստացվեց, որ Արցախի ղեկավարության դիմաց Ալիևը դրեց Ղարաբաղի համայնքի ղեկավարներին։ Այդ ձևակերպումը նույնիսկ Ղարաբաղի համայնք ձևակերպում Ադրբեջանը դեռևս չէր էլ ասել։ Առաջին ձևակերպումը Ադրբեջանի Ղարաբաղի համայնք, ոչ թե Ղարաբաղի հանրապետություն, Արցախի հանրապետություն, այլ Ղարաբաղի համայնք ձևակերպումը եւս նիկոլականները տվեցին եւ դարձրեցին համայնք, ոչ թե պետություն։ Այո, այո։ Եվ պահանջում էին, որ միակ ուղղակի բանակցությունների մեջ մտնի ադրբեջանցիների հետ։ Այսինքն նույն սցենարը տեղի ունենում Հայաստանի Նույն սցենարը տեղի ունենալու Հայաստանում։ Դուք տեսեք, ժամանակին, որ մենք ասում ենք չի կարելի Արցախի մեր հայրենակիցներին դնել ուղղակի բանակցությունների մեջ Ադրբեջանի հետ, որտեղ Ադրբեջանի ոչնչություն նախագահը երբևէ չէր նստելու բանակցությունների Արցախի նախագահի հետ։ Հաստատապես չէր նստելու, բայց Նիկոլ Փաշինյանը հիշեք ինչ արեց։ Նա պնդեց, որ Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցությունների Արցախը ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ եւ միայնակ թողեց։ Եվ այսօր տեսեք Հայաստանը ուղղակի բանակցությունների մեջ է Ադրբեջանի հետ առանց որևէ երաշխավորի եւ միջնորդի։ Այսինքն բոլոր միջնորդներին մերժեց Ռուսաստան, Այո, Իրան, բոլորին մերժեց։ Եվ հիմա էլ է մերժում բոլորին, Ալիևը ուղղակի բանակցությունների մեջ է մտնում։ Բայց ցավով, առավելից մեր ազգի ցավն է սա։ Նա հիմա երաշխավոր, որպես միջնորդ տեսնում է Թուրքիային այս բանակցություններում։ Ավելին, Թուրքիային տեսնում է որպես դաշնակից պետության Ռուսաստանի փոխարինող տարածաշրջանում։ Այո, տեսնում է այդպես։ Նույն Եվրոպայի համար ենք մենք խոսում, բայց Եվրոպան արդեն կարծես թե Անդրկովկասի ժանդարմ նախատեսել է Թուրքիային։ Ռուսաստանի դուրս մղելու տեսանկյունով։ Այդ մասին 1 տարի առաջ կամ մի քիչ ավել հենց Միացյալ Նահանգների կողմից եղավ նման հայտարարություն, Միացյալ Նահանգներն էլ իրենց կարևոր դերակատարը տարածաշրջանում Թուրքիան է եւ ոչ թե Իրանը եւ ոչ թե Ռուսաստանը։ Այո, այնպես որ մենք տեսնում ենք հստակ ուղղորդում, հստակ այդ ամբողջ պատկերն այնքան արդեն ակնհայտ է 3, 4, 5 տարի եւ ավելի խոսում ենք առավելապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ հակահայկական սցենարի մասին եւ սկսում ենք դադարել անգամ զարմանալ թուրքական սցենարը։ Թուրքական սցենարը Հայաստանում իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ հիմա եկեք տեսնենք սահմանապահի օրը ինչ արեց եւ ինչ ասաց այս մարդը, հա, նորից հերթական ուղերձին անդրադառնանք, հետաքրքիր էր, չէ՞, ուղերձների մի ամբողջ շարք էր, հայոց ցեղասպանության 110-ամյակի ուղերձն էր, զրոյական ուղերձ, եկանք այստեղ Ներողություն 110-ամյակի ուղերձի մասին մի բան ուզում եմ հիշել, շատ կարևոր միտք էր սա։ Տեսեք, այս տահակի ուղերձը ոչնչություն որպես այդպեսին, ոչինչ չարժող, որ երկու բառեր ցեղասպանության մասին, եւ ես ընթերցեցի բացարտակներում կար ամերիկյան Քարդաշյան անունը չհիշեցի, Կիմ Քարդաշյան, հա, ինչպեսի նամակ էր գրել Թրամփին։ Չեք ընթերցել երևի։ Չէ, չեմ ընթերցել։ Այնպիսի խիստ նամակ, որ գրել էր, ես զարմացա, որ գրել էր։ Ուղղել էր Թրամփին, այնքանով որ Թրամփը ցեղասպանություն բառը չէր օգտագործել։ Դատապարտել։ Ձևակերպումները շատ խիստ էին, ստախոս ես, ծաղրացու ես, խոստացար չարեցիր։ Նամակը շատ երկար էր։ Մի աղջիկ այլ երկրում գտնվող կարողանում է համարձակություն ունենալ Միացյալ Նահանգների նախագահային այդպիսի ձևակերպումներով դիմել։ Այս ոչնչությունը լինելով մի երկրի ղեկավար
անատամ ինչ-որ հայտարարություն է անում ցեղասպանության Իդեպ մասին։ հենց այդ անատամ հայտարարությունը պատճառ դարձավ, որ առաջին անգամ այս տարիների ընթացքում Միացյալ Նահանգների դեսպանատունը հերթական անատամ հայտարարությունը արեց, ինչի համար նաև դատապարտվեց, որովհետև մենք երբևէ չէինք տեսել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նման հերթական անատամ հայտարարություն անի, բայց գիտեք ինչ, պարոն Պետրոսյան, մենք ինքներս արդեն պետք է դա հասկանանք, ոչ մի պետություն մեր լավը չպետք է ցանկանա այնպես, ինչպես մենք պետք է ցանկանանք։ Եթե մենք ոչինչ չենք անում, ուրիշից բան չպետք է իհարկե պահանջենք։ մեր ներսում ինչ է անում այս մարդը։ Նույն կերպ հրաժարվեց Արցախից, հետո գցեց Ռուսաստանի վրա։ Ռուսաստանի նախագահն էլ շատ պարզ ասաց, դուք եք արել։ Նույնը ասեց Ֆրանսիայի նախագահան, դուք եք արել։ Որքան էլ իրենց համար հաճելի էր գուցե որ ազատվեին Արցախից, որին կլիներ, բայց եթե դու քո պետության շահը, քո ազգի շահը ստորադասում ես, այն մարդիկ էլ ասում են դե ինչի մասին է խոսքը։ Ուզում եք, խնդրեմ, այդ տարբերակը թողնի։ Եթե դու քո հայրենիքը չես սիրում, եթե դու քո տունը չես պաշտպանում, պարզապես չես պաշտպանում, ուրիշը չի կարող գալ եւ պաշտպանել։ Միանշանակ է սա, եւ դրա համար ես այդպես առանձնապես չեմ ուզում քննադատել օտարներին։ Բան չունենք, այո, ամբողջ քննադատության սլաքը ուղղված է մեր ներսին, այս իշխանությանը, որից ցավոք չեն կարողանում ազատվել այդ թեմային քիչ անց, բայց ես սահմանապահի օրվա հետ կապված նրա ուղերձիներ եմ ուզում անդրադառնալ հետեւյալ շեշտադրման, որտեղ նախ շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին, ակնարկողված էր ռուսներին, որ փուլ առ փուլ Հայաստանը ստանձնում է սեփական սահմանների պահպանությունը, ասում եմ մենք դա կարող ենք անել, Հայաստանը կարողանում է իրականացնել սեփական սահմանների պահպանությունը ինքնուրույն։ Եկեք հիշենք ինչ կատարվեց, նրանք փուլ առ փուլ բոլոր կարևոր հատվածներից, սահմանային հատվածներից, սկսած Զվարթնոցի օդանավականից, որպես ռազմավարական կենտրոնի, հերթով հեռացրեցին եւ հեռացնում են ռուս սահմանապահներին, վերջին դեպքը Հայաստան-Իրան, ագարակ այդ հատվածում էր, սահմանային այդ հատվածում, եւ նրա եւ ընդհանրապես ԿՊ-ի բոլորի խոսակցության մեջ հիմնականում շեշտվում է հետևյալը, որ գալիս է պահը, որ Հայաստան-Թուրքիա սահմանից եւս պետք է դուրս գան ռուսները, եւ սա այն պահին, պարոն Պետրոսյան, երբ մենք գտնվում ենք ամեն օր պատերազմական կրակի տակ, Սյունիքը գտնվում է կրակի տակ, ամեն օր կարող է պայթել պատերազմը, մենք ի վիճակի ենք սեփական ուժերով սահմանային այդ ամբողջ հատվածը, որն ի դեպ Արցախի կորստից հետո հսկայական չափերի է հասել, որտեղ այն ժամանակ մեր դեմ կանգնած էր մեր պաշտպան եւ այո մեր պարիսպներ ու դարպասներ Արցախը։ Հիմա այդ ճամփեն ամբողջ, ինչպես ասում են, այն ամբողջ սահմանային հատվածը բացվել է։ Այս մարդը խոսում է խաղաղության մասին, սահմանազատում, սահմանագծում ենք անում, սահմանապահներին էլ կանգնեցնում ենք կեցե խաղաղությունը, հա։ Տեսեք, այդ սահմանի պահպանության մասին վաղուց էլի առիթուներս եմ ասելու, գուցե եւ կրկնվեմ, բայց դա շատ կարեւոր է։ Լավ, ընդունենք որոշակի սահմաններ մեր սահմանապահները պահեցին։ Դա ընդունենք Վրաստանի այդ սահմանը, Զվարթնոցում, հիմա էլ Մեղրի հատվածում Իրանի այդ սահմանակետում։ Սրանք սահմանի անցակետեր են։ Սահման պահել չի դա։ Անցակետեր են, որտեղ ծառայություն է իրականացվում մաքսավորների եւ սահմանապահ զորքերի հետ կողմից։ Հիմա արդյոք մենք ունակ ենք այս պահին Ադրբեջանի ամբողջ երկյանքով Տավուշից մինչև Մեղրի եւ այնուհետեւ նույն Տավուշի Չիրակից մինչև էլի Մեղրի Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանի անվտանգությունն ապահովել։ Պատրաստ ենք մենք դրան։ Ես չգիտեմ, պատրաստ ենք։ Համոզված եղեք ոչ։ Շատ լուրջ վտանգավորության մաս։ Առաջին հերթին մարդկային ռեսուրսը սկսենք։ Մեր ակադեմիայում, զինվորական ակադեմիայում սահմանապահ զորքերի ֆակուլտետ, եթե չեմ սխալվում, ստեղծվել է 22 թվականին։ Դա 4 տարվա կրթություն է պահանջում, 22 թե 23։ Այսօրվա Հայաստանի սահմանը, եթե չեմ սխալվում, Ադրբեջանով եւ Թուրքիայով հանած Իրանի ու Վրաստանի հետ մեր սահմանը, եթե չեմ սխալվում, 1700-ից 1800 կիլոմետր է։ Թուրքիայի հետ հələ ամբողջությամբ որ քարտեզը նայեք, Հայաստանի հիմնական սահմանակիցը Թուրքիան եւ Ադրբեջանն է։ Դե Նախիջևանը հետը միասին ենք վերցնում որպես այդպեսին։ Հիմա արդյոք Հայաստանի սահմանապահ զորքերը ունակ են դա անելու։ Ռազմական, պատերազմական դրությամբ սահմանապահ զորքը սահմանը երբեք չի պահում։ Ամբողջ աշխարհում դա ընդունված է եղել եւ դա կա բոլոր դեպքերում։ Հիմա տեսեք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև գրեթե պատերազմական վիճակ է։ Այնտեղ սահմանապահ զորքերն են կանգնած։ Բացարձակ, այնտեղ կանգնած են երկու երկրների դեմ առ դեմ իրենց բանակը, ռազմական ուժերն են կանգնած։
Հիմա մեր ուժերը չեն բավականացնելու։ Հիմա սահմանագծում արես Կիրանցի հատվածում եւ կարծես թե Տավուշի այդ հատվածից իջնում են ուզում են իջնեն հարավ։ Հələ չեն բացում փակագծերը ոնց որ մասից եւ ուր են գնում։ Այդ ամբողջ հատվածը այսօր Ադրբեջանի հետ հələ այն կողմը չեմ ասում Թուրքիայի, դա ռուսական սահմանապահներն են կանգնած։ Մենք այս հատվածը ունակ ենք պահելու։ Արցախի պայմաններում, որ միշտ ասում ենք Արցախն է Հայաստանի անվտանգության ապահովումը երաշխավորը եւ ոչ թե Հայաստանը։ Այսօր Արցախը հանձնեց դավաճանաբար, տվեց ադրբեջանցիներին։ Այդ ամբողջ երկայնքով մեր սահմանապահ զորքերը դեռևս չեն կարողանում ապահովել անվտանգությունը։ Իսկ նա խոսում են այն մասին, որ սա ինքնիշխանության մեր հզորության գրավականն է, որ այդ ձևակերպումը գիտեք ինքնիշխան հայը կանգնած է սահմանին եւ պաշտպանում իր հայրենիքը եւ քննադատողներին ասում է այ դուք ստորաքարշ եք, այ դուք վասալ եք, այ դուք, չգիտեմ, ստրուկ եք Ռուսաստանի կամ որևէ երկրի։ Ես ուզում եմ հասկանալ այս մարդու ստախոսությունը։ Մեր ժողովուրդը պետք է ի վերջո հասկանա, որ նա ուղակի տանում է բոլորովին մեկ այլ տեղ, որտեղ ուղակի կարող է ցեղասպանություն լինել։ Մեր դեմ ցեղասպանությունը Հայաստանում սկսել է վաղուց, ինչպես ես ասացի, վաղուց սկսվել է։ Շարունակվում է դա ընթանալ, ցեղասպանությունը Հայաստանում։ Մեր ազգի կործանման հիմքերը արդեն նաև արտագաղթի մեծ չափերն են հասնում։ Ցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանի օրոք շարունակվում է, ինչպես ասացի, մեր կրոնով, մեր մշակույթով, մեր արժեքների ոչնչացմամբ։ Հիմա ցեղասպանությունը շարունակվում է արդեն կոնկրետ մարդկային կորուստներով։ Առաջին հերթին նաև մարդկային կորուստներով արտագաղթը առավել մեծ ծավալի հասցնելով։ Վերջերս բժիշկների մասին էին ասում, որ մասնագետ բժիշկները Հայաստանից փախնում են, համապատասխան աշխատանք չունենալով։ Հիմա շարունակվում է նաև տեսեք Ադրբեջանի հետ սահմանի մասին ենք, չէ՞ խոսում, որ մեր զորքերը դեռևս ունակ չեն միայն Ադրբեջանի հետ սահմանը պահելու։ Եվ եթե ապագայում մտածի, որ այդ ապագան կարծես թե հպարտությամբ նշում է, որ շուտ է լինելու, եթե Թուրքիայի հետ սահմանապահ զորքը Ռուսաստանի դուրս գա, ես չեմ կասկածում, կրկին անգամ գուցե կրկնվեմ, ես ասել եմ այդ մասին, Թուրքիան Հայաստանի հետ սկսել է նոր սահմանազատման գործընթաց։ Եվ ինչ է պարտադրեք երբևէ։ Գուցե Կարսի պայմանագիրը։ Պարտադրելու է գուցե Կարսի պայմանագիրը, գուցե ավելին։ Հիմա չգիտենք Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ ինչ քարտեզներով է սահմանագծում անելու։ Հիմա ինչպես չգիտենք Ադրբեջանի հետ ինչ քարտեզներով է անում։ Դե Ադրբեջանը որտեղ մատը դնում է, այդտեղ ասում են իրենցն է։ Այդպես հետեւաբար մենք չունենք հստակ քարտեզ, թե 75 թվի ինչ որ հանրագիտարանով էր ասում, թե ինչով էր ասում։ Հիմա տարբեր տեղերում տարբեր քարտեզ Ադրբեջանը կներկայացնի եւ Հայաստանը սահմանները կտա, Նիկոլ Փաշինյանը կտա։ Նույն իրավիճակում մենք հայտնվել ենք Թուրքիայի հետ։ Չկասկածեք դրանով։ Թուրքիան հայտարարելով, որ այդ սահմանը եղել է սովետական միության հետ, բայց ոչ Հայաստանի։ Իսկ Հայաստանի հետ ինքը այլ սահմանագծում կունենա։ Եվ Նիկոլ Փաշինյանը տանում է հենց դրան։ Խոսվում է այսպես, որ նպատակ կա, մասնավորաբար Ադրբեջանը 60% մեր պետության յուրացնելու։ Այնտեղ կմնա մի փոքրիկ մի փոքր արարության դաշտավայր, Կոտայքի մարզ, Շիրակ, Արագոցոտն, կարող է չկոչվել Երևան։ Մի 9000 քառակուսի մետր լավագույն դեպքում։ Ահա հենց դրան է տանում։ Այո, դրան է տանում։ Եվ հիմա այս սարճարաններում սարճողները թող հասկանան։ Դա էլ չի մնալու։ Այդ 9000 քառակուսին էլ չի մնալու այն պայմաններում, երբ որ Թուրքիայի սահմանը բացեն։ Իհարկե։ Թուրքիային Հայաստանը պետք է որպես տարածք, ոչ ժողովուրդ։ Եթե տեսեք Վրաստանում երկարատև process-ով բաթումը անցավ Թուրքիայի, ինչ է գործնականում, փաստացի Թուրքիայի ձեռքում այսօր բաթումը։ Բիզնեսով, առևտրով, ամբողջությամբ վերցրել են։ Հայաստանը ընդհանրապես 1-2 տարում կավարտի, երկար չի տևի։ Այն բիզնեսմենները, որոնք այսօր հրճվում են, իդեմս Սուքիասյան կոչվածի կամ մյուսների, թուրքերը խժռելու են բոլորին։ Եվ պարոն Պետրոսյան, այդ ամբողջ նպատակին հասնելու համար մեր ժողովուրդը, ես ձեզ անկեղծ ասեմ, եթե մի 2 տարի առաջ ասում էինք պատերազմի ցավից կուչ է եկել, զգոնությունը կորցրել է, ես հիմա տարբեր հարցումներում համոզվում եմ, որ հրաշալի գիտակցում է մեր ժողովուրդը ինչ է կոչվում, ինչ է կատարում, իրենք վերլուծում են, երբ որ առանձին խոսում ենք, տարբեր մասնագիտության տեր մարդիկ, տարբեր հասարակության տարբեր շերտեր, ամենապարզ հասարակ գյուղացուց սկսած հստակ վերլուծում են, թե մեր գլխին ինչ է կանգնած։ Հայ ժողովուրդը իրեն գենետիկ կոդով արտնացել է։ Ես ձեզ անկեղծորեն ասում եմ, հետաքրքիր իրավիճակ է, հա, այս տեսանկյունից, այստեղ մնում է ուղղակի որ մի շարժիչ ուժ,
որը այդ ժողովրդին համախմբի եւ որտեվ կա մեծ գեներացված ատելություն այս իշխանության նկատմամբ։ Հիմա տեսեք իրենք ինչ են անում, որպեսզի այդ սթափությունը եւս կոտրեն ժողովրդի։ Անցել են կրթությունը նորաձև է մի խայտարակ այս օրակարգին, որտեղ բանախոսները ամուսիններն են, Փաշինյան Նիկոլ, Հակոբյան Աննա, գնում մտնում են ընդཐུպ մինչև մատենադարան, սրբության սրբոց, մտել են մեր մատենադարան, դա հենց այնպես չէ, դա պատահական չէ, հաշվարկ է, որտեղ այնտեղ են գտնվում մեր դարերի խորքից եկող եւ հայի ինքնությունը հաստատող մեր հազարավոր ձեռագրեր։ Մտնում են այնտեղ, որ ում կրթեն, այնտեղ նստած հանճարեղ մարդկանց, որոնք մի քանի լեզու գիտեն։ Եվ ընդ որում, այսպես հա, այն դարերի փորձեցին կրթել համալսարանին, չէ, համալսարանն էլ գնացին։ Համալսարաններ են գտնում, այնտեղ են գնում։ Ես հիմա տեսեք ինչ է պատրաստում հիմա արխիվում մենք մնացել ենք 5-րդ դարում, նման այդպիսի ելույթ է ունենալու արխիվում մատենադարան հերթական հանդիպումն է եւ մեկ շատ կարեւոր ընդգծում եմ ուզում անել եւ լսել ձեզ, որտեղ այստեղ մենք գործ ունենք ազգի մտածողությունը փոխելու այդ հայրենասիրության կոդը պիտի փոխենք, չէ՞, այդպես ճիշտ չի, Արարատը եւ այլն պիտի թողնենք, որ մարդիկ ասեն, հա բա Շուշին էլ է Ադրբեջան, հա բա Արցախն ադրբեջանական է, բա ի՞նչ է, բա Սյունիքն էլ, այ դուք տեսեք ուր ենք մենք հասնում, եւ ինչ են իրենք անում, եթե ընթերցում է Աննա Հակոբյանը, ընթերցում է որևէ գրողից, ուրեմն նա խեղաթյուրում աղճատում է այդ գրողի խոսքը, վերջերս նման դեպք եղավ Հրանտ Մաթևոսյանի խոսքի հետ կապված եւ Մաթևոսյանի որդին շատ արագ արձագանքեց, որ իր հայրը նման բան չի ասել, պարտությանը հարմարվելու հետ կապված նման բաներ։ Իսկ վերջերս նաև խորենացու գիրքը այսպես ձեռքն առած կարդում է, բայց չի կարդում ամենևին են հատվածները, որոնք մեր պատմության փառահեղ էջերն են։ Կարդում է, ասենք, խորենացու ողբը, հա գնացեք ողբացեք, հա, այս տրամաբանությամբ, այ տեսեք դուք պարտված եք, այ տեսեք դուք պետություն չեք կարող ունենալ եւ այլն այսպիսի եզրահանգումների տանելով։ Ես կուզեմ լսել ձեզ կրթվելը նորաձև կոչված այս խայտարակության հետ կապված։ Խայտարակություն չի, բառի բունը հստակ անբարոյականություն է։ Մի քիչ էլ աղանդավորական ծես է կարծես անբարո մոտեցում է։ Մարդիկ, որոնք կրթություն չունեն, մարդիկ կրթված չեն, մարդիկ, որ բարեկարգության սահմանների մեջ տեղավորվող չեն, մարդիկ ոնց որ ասում են դիպլոմ իսկ չունեն, եւ հիմա գնում են կրթելու ում, գնացին համալսարանին կրթելու։ Զարմանալի էր, որ քիչ դասախոսներ բարձրաձայնեցին, որ չի կարելի Աննա Հակոբյանի պես ինչ-որ տհասները Նիկոլի հետ միասին գնան կրթելու համալսարանական ուսանողներին։ Դե իրանց ասածով 7 տարի առաջի դասարան մնացել եւ ինչ է տակարամիտ։ Տգետ, հա, տգետ էին իրենք։ Եվ այս տգետները իրենք իրենց հայտարարում են տգետ եւ գնում են մատենադարան։ Դուք տեսեք ժամանակին ցեղասպանության թանգարանից հիշում եք լրագրողներից մի քանիսը կարծեմ կարողացել էին բռնել այդ պահը, որ թղթեր էին այրում եւ ցույց են տալի իբր թե ինչ-որ պատճեններ են այրում։ Գիշերին չէ՞ պատճեններն այրում։ Թղթերի, գիտեք, ոչնչացման կոնկրետ կանոնակարգեր գոյություն ունեն, յուրաքանչյուր հիմնարկում։ Եվ այդ այրումը իրականացվում է կոնկրետ տեղում։ Ոչ թե փողոցում հանում են ինչ-որ մի աղբար կղի մեջ այրում։ Հավատացեք, այդտեղ լուրջ փաստաթղթեր այրված կլինեն, ես չեմ էլ կասկածում։ Եվ որոշակի ցենզ իջեցրեցին, որ մատենադարանում կարողանան մարդ նշանակել, հիշում եք։ Օրենքի փոփոխություն կատարեցին, գիտական աստիճանի ցենզ, տարիքային փորձի աստիճանի ցենզ իջեցրեցին, որ իրենց ուզած անձանց նշանակեն։ Սա ավելի արդեն այն միտքն է, որ իրենք մեր մշակութային արժեքի արմատներն են ոչնչացնում։ Եվ հիմա սրանք օրինակներ բերում են, փորձում են Թումանյանից օրինակ բերել, փորձում են Հրանտ Մաթևոսյանից կամ Խորենացուց։ Խորենացին համամարտկային արժեք է, եւ Խորենացուց մտքեր բերելը նրանց այդ ոչնչությունները իրավունք իսկ չունեն արտաբերելու։ Մեր երջանկահիշատակ Շիրազը մի հատ հրաշք միտք ուներ, ասում էր, եթե ես իմ հետևում 40 միլիոն բնակչություն ունենայի, ես էլ գյոթե կլինեի։ Եվ հիմա եթե մենք ունենայինք մի 40 միլիոն բնակչություն, Խորենացու արժեքը համամարտկային արժեքով գնահատված կլիներ։ Եվ հիմա գնահատված է բնականաբար ոչ այդ հզորությամբ, այդ խորությամբ։ Եվ հիմա սրանք գնալու են Խորենացու ողբ ընթերցեն։ Մեր ժողովուրդն է ողբալի վիճակում, որ սրանք Խորենացու ողբը պետք է ընթերցեն իրենց շուրթերով եւ փորձեն ժողովրդին ողբալու մեջ մեղադրել։ Այո։ Վերջերս կառավարության նիստում ասում է, թե զարմանալի է, ինչու են մեր տղամարդիկ որոշում իրենց երեխաներին հայոյանք սովորացնել։
ես որպես հայ ես համոզված եմ եւ ապրում եմ Երևանում երկար տարիներ տարբեր տեղեր աշխատելով, մեր հայ բնակչության բառապաշարի մեջ հայոյանք այդքան չի եղել։ Եթե օրինակ ռուսական կենցաղում ընդունելի է որոշակի, ոնց որ ասում են, այդպիսի հայոյանքներ, կենցաղային հայոյանքներ։ Մեր հայկական բառապաշարի մեջ, խոսույթի մեջ չկա այդքան հայոյանք։ Ասեմ ավելի, այդ հայոյանքը թուրքական են ընդորում մեր հայոյանքները։ Ավելի շատ թուրքական, այո։ Մեր ժողովրդի մոտ հայոյանքը ավելի շատ տարածվեց, ավելի շատ խորացավ սրանց իշխանության գալով, որտեղ այդ հայոյանքները հիմնականում իրենց են ուղղված։ Եթերից մարդը հայոյախոսություններ Ասեն չի կարողանում մարդը դիմանա, տեսեք, մարդիկ երբեմն ասում են հայկական բառապաշարը այնքան հարուստ է, բայց չես կարողանում մի բառ գտնել, որ բնորոշես սրանց կերպարն ու անամոթ եւ պիղծ տեսակը։ Չես կարողանում բնորոշես նույնիսկ։ Շատ ճիշտ է, եւ հայտնի բան կա, չէ, Խրատանին, հայտնի մեր կաթողիկոսներից մեկի, որտեղ նշվում է այնպիսին ինչպիսին իշխանություն է ցավոք սրտի, ժողովուրդը ակամա կրկնում է այն, ինչ տեսնում է վերևից հնչող, ասենք, մարդկանց հայտարարությունները, խորհրդարանում, կառավարության նիստերի ժամանակ ոնց է իրեն պահում այս մարդը։ Միշտ ասում են, ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, բայց ես այն մտքին եմ եւ միշտ էլ վերլուծել եմ այս տեսակն է, իշխանություն գալիս է, եթե ստոր ստահակ մասա։ Այս դեպքում այո։ Այդ ժամանակ հասարակության այդ ստոր ստահակ մասան է ջրի երես դուրս գալի։ Ճիշտ է, այն ինչ եղավ 18-ից հետո։ Բարեկիրթ մարդիկ ավելի հետին պլան են մղվում։ Այսօր մեր հասարակության մեջ այդ տեսակը ավելի ակնհայտ է, երևացող է, ջրի երես է դուրս գալիս։ Այսինքն ստորը իր տեսակ ստորին է բերում կանգնեցնում։ Շատ ճիշտ է։ Եվ սրանք են հավաքված այսօր իշխանության գլխին։ Այո, եւ թվում է տպավորություն է ստեղծում, թե սա հայ ժողովրդի կերպարն է, ամենևին հայ ժողովրդի կերպարը չի։ Սրանք իրենցով այլասերում են եւ անկեղծ ասած այդ իրենց այդ նախագծերի մեջ կրթական չոր նախագծերից բացի մշակութային են էլի անում, այդպիսի էլի անվանումներ կան։ Մի տեսակ աղանդի բան կա։ Գիտեք, նույնիսկ մարդ չի գտնում։ Պատկերացրեք, մարդը այնքան ստոր կարա գտնվի, որ ասի դու ինձ 1 միլիոն դրամ տուր, որ իմ հետ ընտրես։ Հաջողակ տղամարդ, դու 1 միլիոն դրամ տուր եւ արի իմ հետ ընտրելու։ Ես չգիտեմ, այդ տղամարդիկ ինչքան աննամուս կարան լինեն։ Դա ոնց իջա։ Հաջողակ կանայք, հիմա հաջողակ կանայք ժողովուրդը այլ ձևել է բնութագրում։ Ներողություն արտահայտությանս։ Հիմա լավ դուք ամուս, նամուս չունեք, դուք 1 միլիոն տալիս եք, որ ինչ որ Աննա Հակոբյանի փնտի դեմ կտեսնեք։ Հիմա հասել է բանը հաջողակ ընտանիք։ Տղամարդը ավարտեց, կինը ավարտեց, հիմա հաջողակ ընտանիք է հավաքվում։ Հաջողակ ընտանիք հավաքվեն, որպեսզի Աննային փող տան, գումար վճարեն, որ իր այդ ընտրեն։ Եվ լսեն Աննայի դասախոսությունները։ Սա բարեկրթության, մարդկային կերպարի հետ ընդհանրապես կապ չունի։ Եվ ես զարմանում եմ։ Պարոն Պետրոսյան, դեպս ասեմ, որ սպասվող Մատենադարան սպասվող այցի բանախոսները այս անգամ նաև լինելու են Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դուք խորը շունչ քաշեցիք, ես լիովին հասկացա ձեր ռեակցիան, եւ Art Lunch սննդի ցանցի հիմնադիր գործարար Բակուր Մելքոնյանը, վերջինս ակնհայտ նիկոլական է, ասում են այս անձնավորությունը։ Բակուր ինչան։ Մելքոնյան։ Բակուր Մելքոնյան, Art Lunch-ի գիտեմ, տնօրենն ա եղել երկար տարիներ տարբեր հիմնարկներում սպասարկում ընդմիջումների հետ կապված։ Լավ, այդ սուբյեկտը, որին անձամբ ճանաչում եմ, իրենից ինչ է ներկայացնում, որ Մատենադարանում պետք է ինչ-որ դասախոսություն կատարվի։ Գիտաշխատողների առաջ, գիտնականների։ Լավ, նույն տիկնիկային թատրոն, որին ժամանակին ընդունում ենք որպես արվեստի ներկայացուցիչ Ծատուրյան, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ հիշում։ Ռուբենն է այս դեպքում Բաբայան։ Ռուբեն Բաբայան, ներողություն, Ռուբեն Բաբայան։ Ընդունում ենք որպես արվեստագետ, դասախոսություններ կարդում նաև Թատերական ինստիտուտում, եթե չեմ սխալվում։ Լավ, դուք քեզից ինչ ես ներկայացնում։ Գիտեք, մարդ պետք է հասկանա որտեղ է գնում։ Պետք է հասկանա նա որտեղ է գնում դասախոսություն կարդալու։ Օրինակ, ես իրավաբան եմ եւ բավականին փորձ ունեմ ըստ իմ կարծիքի եւ շատերի, բայց ես ինձ թույլ չեմ տա իրավաբանական դասախոսական կազմին գնամ դասախոսություն կարդալու։ Գուցե քննարկումների մեջ իրենց մտնեմ, դեբատների, բայց ես ինձ թույլ չեմ տա դասախոսներին դասախոսություն կարդալու։ Բայց այս տիկնիկայինի տնօրենը գնում է Մատենադարան։ Բայց տիկնիկային տնօրենը ինչ պետք է կարդա, չէ, թարգմանիչները բազմաթիվ լուրջ գիտնականներ կան այնտեղ։ Այո, իմացություն ունեցող մարդկանց գնում է, որ ինչ կամ Բակուր, դու ճաշացանկից ավել ոչինչ չգիտես, տղա։ Դու գնում ես Մատենադարանում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հետ
Դու ավելի լավ ուղղակի նրանք կերակրելու այդ մթերքները։ Ես ուղղակի մեկ հիշեցում անեմ, այդ Ռուբեն Բաբայանի հետ կապված երևի մոռացել եք, ինքը չափազանց ակտիվ է եղել մինչ այսպես կոչված հեղափոխությունը, իրականում իշխանափոխությունը, ակտիվ էր այլասերվածներին այդ LGBT կոչված համայնքի նկատմամբ իր դիրքորոշումներում եւ միշտ դրական էր մարդու իրավունքներ, այսպեսի լոլոներ, հա, եւ այդ հայտնի սորոսական ձեռագիր ուներ նա եւ բացարձակապես պատահական չէ, որ հիմա նա նորից Փաշինյանը ակտիվացնում է։ Ուցե այդ հատկանիշները ես չեմ նկատել ժամանակին։ Այո, դա բաց այդ բոլորս գիտենք, շատ լավ գիտենք, թե ինչպես էր նա։ Դե հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին այդպիսի անձիկ պետք է կանգնեն։ Այո, այդպիսի անձիկ։ Թաքցնում է իր բառապաշարի մեջ, բայց ակնհայտ է, որ բազեն դուք ճանաչեցիք գործարար Բաքուր Մելքոնյանին, այո, Մատենադարան է եւ պատկերացնում եմ Մատենադարանում նա դասախոսություն է կարծում։ Դե գիտեք, օրինակ իմ կարծիքով, պարոն Պետրոսյան, Մատենադարանի աշխատողները պետք է ուղղակի չմասնակցեն, պետք է բոյկոտեն, բայց այնտեղ էլ նշանակվեց Խզմալյանը, որը եւս իրենց շահերի սպասարկուն է, ամենախայտարակությունը հենց դրանում էր, շահերի սպասարկուն է։ Իհարկե դա փոխնախարար չէ, թե չեմ սխալվում։ Հիմա Մատենադարանի տնօրեն։ Տեսեք, նաեւ այս քաղաքականությունը, որ սրանք իրականացնում են, հայկական պատմության ու մշակույթը ոչնչացնելու մասին է։ Մեր քարտեզագրության ինստիտուտը ինչի ոչնչացրեցին։ Հատուկ վերացրեցին։ Երկիր չկա, որպեսզի քարտեզագրման առանձին ինստիտուտներ չունենա։ Ոչնչացրեցին այդ ինչի համար, ինչն էր պատճառը, սահմանազատում իրականացնելու համար։ Հիմա ցեղասպանության թանգարանում տնօրինությունը ինչի փոխեցին։ Դա ինչ քաղաքական պաշտոն էր, ոչ մի։ Մեր արժեքները ցեղասպանության հետ կապված հավաքածուները, դարավոր փաստաթղթերը ոչնչացնելու համար։ Հիմա Մատենադարանը հազարավոր տարիների մատենագրության նմուշներ կան այնտեղ, հուշարձաններ կան նման փաստաթղթերի, եւ դրանք եւս վաղը վաճառելու են կամ ոչնչացնել։ Այո, սա է վտանգը, իսկ օր-օրից նրանք իշքան մնում են հայոց ինքնությունը ոչնչացնելու, շարունակաբար գործողություն են իրականացնում։ Դրա փոխարեն հայ ինքնության, հայ ազգ, այդ մեր արժեք, հոգեվոր, այդ արժեհամակարգի պահպանության փոխարեն մոգոնվեց տարիներ առաջ քաղաքացու օր, վերջերս էլ այդ քաղաքացու օրվա հերթական ուղերձին եմ ուզում այսօր, ուղերձների այսպես շարք էր անցած շաբաթը, հա, որտեղ նա, գիտեք ինչ է խոսում, պարոն Պետրոսյան, ասում է քաղաքացու օրը բարեկեցության մասին է եւ Հայաստանի տնտեսությունը Թավշյա հեղափոխությունից հետո աճել է 43.5%-ով, պետական բյուջեն լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար է եկամուտ է ստացել եւ ասում է քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին մենք բազմաթիվ Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ ենք ստեղծել Թավշյա հեղափոխությունից հետո ու հայտարարում է համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար, այսպես հայտնի մի խոսք ասում են ցմփ, այսպես ծափահարություններ։ Հիմա դմբու էին անում իրենք ժամանակին։ Գիտեք, ստախոսության գոհարներ են ամբողջությամբ։ Նախ քաղաքացու օր ձևակերպումը, որ ստորաբար փորձեցին մտցնել ու գրեթե նույնացնում էին ցեղասպանության օրվան, հիշեք։ Մի օր առաջ էին փորձում, հետո մի օր հետո, ստիպված կոնկրետ օր չնախատեսեցին, շաբաթվա ինչ-որ կիրակի նախատեսին, եթե չեմ սխալվում։ Առաջին անգամ, առաջի օրը հիշում եք, որ դուրս էր եկել խորովածների առաջ կանգնել երկու այտով խժռում էր խորովածը անամոթաբար եւ մարդկանց բացատրում էր, որ տեսեք քաղաքացին փողոցում խորոված անողն է։ Հիմա քաղաքացուն հպարտ էր համարում, բոլորը վարչապետներ էին։ Քաղաքացուն ինչ վիճակում է այսօր դրել։ Հարկային բեռը ինչպեսի վիճակում է։ Խայտարակ վիճակում։ Հայաստանի Հանրապետությունում վաստակ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ասում է, որ գույքա հարկը չեք կարողանում վճարել, ծերունիներ։ Վաճառեք ձեր տաները, գնացեք ծայրամասերում ապրեք, որ գույքա հարկ վճարեք։ Ձեռնարկատերեր փոքր եւ միջին, որոնք Հայաստանում գրեթե 55,000 ձեռնարկատեր կա միջին եւ փոքր ձեռնարկատերեր, որոնք ոչ պակաս 5-ից 10 մարդ են պահում իր ընտանիքից բացի, ինչ որ մեկն էլ իր հետ աշխատում է։ Նրանց վիճակն է ծանրացնում, կրկնապատկում է հարկերը շրջանառության եկամտային հարկերի, որոնք փակման եզրին են։ Այսինքն գրեթե 200,000 մարդու հացի հետ խնդիր է ստեղծում։ Տրանսպորտի գինի բարձրացումն ինչ արեց, աղբահանությունը ինչ է անում։ Հիմա հայտարարագրերով է մտնում քաղաքացու գրպանը։ Բազմիցս մարդիկ բացատրում են, որ հայտարարագրումը սա պետական ռեկետի նոր ձև է։
Սրանք փորձում են բացատրել, որ պետությունը որևէ հարկային քաղաքականություն հետ կապ չունի, պետությունը որևէ շահ չի ստանալու։ Պարզ հարց։ Եթե շահ չի ստանալու պետությունը, ինչ եք դա անում։ Նպատակն ինչ է, պետությունը լուրջ ծախսեր պետք է անի, որպեսզի 780,000-ից ավել մարդ հարկային հայտարարագիր լրացնի, որոնք չեն էլ կարող, սրանք ստիպված հետաձգեցին։ Այնքան ապիկար են, որ մինչև այդ հաշվարկել չեն անում, որ կենսաչափական այդ անձնագրերը ժողովուրդը չի ստացել դեռևս եւ չէր կարող ստանալ։ Եվ ինչ եք մայիսի 1-ը նախատեսում օրենքի ուժի մեջ մտնելը։ Տեսնելով չեն հասցնում, հիմա մտցրեցին օրենքի ուժ մտցրեցին, նոյեմբերին փոխեցին։ Այդ հայտարարումը բառի բուն իմաստով ելի վերաբերում է ժողովրդի ունեցվածքը գույքագրելուն եւ կրկին հարկման տանելուն։ Սրան է ուղղված։ Այո, այո։ Գույքը հարկը կրկին անգամ երակի անգամ բարձրացնում է։ Սա է քաղաքացուն։ Քաղաքացուն համարեց, որ քաղաքացու գլխի մեջ է աղքատությունը։ Դա էր քաղաքացին իրա։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Մենակ ճանապարհատրանսպորտային պատահարների չէ, վարչական տուգանքների քանակը 1.8 միլիոն անձ է տուգանվել, 1.7 կարծեմ 1.750 կարծեմ։ 1000 մարդ տուգանվել է ճանապարհային երթևեկության հետ կապված, արագաչափերի, նկարանումների եւ այլով։ Տուգանքի մատերիալ չէ։ Սպիտակեղն էին կախում նույն արագաչափերի վրա։ Եվ հիմա սրանք կրկնապատկում են այդ ամեն ինչը, եռապատկում են։ Արդեն որ հայտարարում են բյուջեն ավելացել է այդքան, պարտքը իշքան է ավելացել մեր հապարտ քաղաքացու։ Քաղաքացու օր է նշում, ամեն քաղաքացու, ամեն նոր ծնված քաղաքացին, արդեն պարտք է պետությանը 5-ից 10,000 դոլար։ 13.5 միլիարդ է հասցրել պարտքը։ Հələ մենք չգիտենք էլ ինչ պարտքեր ունի։ Վաղ պարտքի սպասարկումը տարեկան 1 միլիարդից ավել է դառնալու դոլարային առումով։ Դրան զուգահեռ շահումով խաղերը Հայաստանում 6.5 տրիլիոն դրամի է հասնում, որը գրեթե 12-ից 15 միլիարդ դոլար է, շահումով խաղեր։ Վերջերս մեր շատ լավ երիտասարդներից մեկը ուսումնասիրություն էր կատարել, Արթուր Միքայելյան կարծեմ։ Բավականին լուրջ ուսումնասիրություն էր կատարել շահումով խաղերի հետ կապված, թե ինչպիսի խայտառակ վիճակում է։ 4 ընկերություն են գործում, որոնցից մեկը, որ ամենախոշորն է եւ գիտեք այդ Վիգեն կոչվածը, 4.500 ավել աշխատող ունի։ Վճարում է 2.5 միլիարդ դրամ եւ այն մեկ այլ կազմակերպություն, որ ունի 190 աշխատող, եւս վճարում է 2.5 միլիարդ դրամ։ Այդ Վիգեններն են սպասարկում նրանց։ Դուք պատկերացրեք ինչ է կատարվում։ Այս իհարկե բնականաբար սպասարկում են իրանց։ Նայն Գյումրիում նոր ընտրակաշարքի ձև մշակեցին, չէ՞, նաև գումարներ էին փոխանցում հաշվի համարներին։ Օնլայն խաղեր։ Եվ սրանք ամբողջ, այս կոռուպցիայի ամբողջ ջատագովները սրանք են։ Եվ հիմա ասում կոռուպցիայի մասին են խոսում։ Անիվ հիմնադրամը 50-60 միլիոն դոլարի յուրացումներ կատարվեց։ 2-3 տարի է քննություն անում, գլխավոր դատախազ 2 օր առաջ պետայրավական հարցերի հանձնաժողովում հաշվետվություն են ներկայացնում։ Հարց են տալի, ասում է դեռ քննություն է իրականացվում։ Snoop Dogg-ին բերեցին 6 միլիոն դոլար գումարը դեռ հետ չեն բերել։ Այսպիսի գումարներ, որ արդեն մսխվել են, ով է պատասխան տալու։ Արբանյակ բաց թողեցին երկինք, ինչ տվեց մեզ։ Հերթական սուտը։ Մենք մեքենա ենք արտադրում, Սեպու կարծեմ, չէ՞ Վանաձորում, ուր է այդ մեքենան։ Գազաբալոններ էին արտադրում, բազմաթիվ հազարավոր բաներ ասել են, խաբել են ժողովրդին։ Այո։ Եվ հիմա ժողովուրդ բյուջեն լցելու համար հարկերը տասնապատկում, քառապատկում են։ Եվ դարավ ժողովուրդը իրոք հպարտ քաղաքացին, իր քաղաքացու օրվան նվիրված դարավ արդեն տուգանքի մատերիալ։ Եվ այսպես, մենք այս ամենի մասին խոսում ենք, անընդհատ ներկայացնում ենք մեր ժողովրդին սրանց սարսափելի քայլերը, սրանց վտանգավոր քայլերը, պարոն Պետրոսյան, ի վերջո պիտի գա չէ այն պահը, որ իրականանա ամենակարևորը, որ մեր ժողովուրդը մեր ընդդիմության հետ միասին, ընդդիմության առաջնորդությամբ դուրս գա փողոց, կամ թե չգիտեմ ինչ տարբերակով, բայց ես չեմ կարծում, որ դա լինի ընտրություններով, անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ ընտրություններով հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ես ուղղակի չեմ հավատում, քանի որ նրա ձեռքի տակ բոլոր իշխանական լծակներն են։ Անգամ Գյումրիի փաստն էլ ինձ չապացուցեց, որ դա հնարավոր էր։ Գուցե դա ինքը ուղղակի խաղարկեց կամ չգիտեմ, այնտեղ ինչ խաղ գնաց, ես մի քիչ
այլ կարծիքի եմ։ Հիմա նախ հետաքրքիր է դուք ինչ կարծիքի եք, հնարավոր է Հայաստանում իշխանություն փոխել։ Ընդհանրապես մի 10 օր առաջ չեմ հիշում, որ եթերում էի, որտեղ էին ինձ հրավիրեի եթերի, ես գրեթե նույնաբովանդակ հայտարարություն արեցի, որ երբևէ Նիկոլ Փաշինյանին ընտրությամբ հնարավոր չի հեռացնել։ Գյումրի այս սցենարը, որ իրոք պարտվեցին, բայց սա պարտվեցին, կարծում եմ ժողովրդին ներեցեք այս բառից համար կուտ տալու ձևով, որ ժողովուրդ պատկերացրեք Նիկոլին հնարավոր է ընտրությամբ հեռացնել։ Ես հավատացած չեմ Այսինքն դրանով նրանք պատրաստվում են Նրանք պարզապես ժողովրդին գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ տեսեք կարելի ընտրությամբ։ Ընտրության ժամանակ սրանք մինչև վերջ բոլոր ստորությունները կանեն։ Եթե տեսնեն նույնիսկ կարող են պարտվելու մի փոքր հնարավորություն տեսնել, ինչպես գիտեք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեց։ Այդ ընտրությունները անօրինակ անվավեր կճանաչեն եւ կավարտեն։ Դա ռազմական դրություն կամ արտակարգ դրություն կհայտարեն, կավարտեն։ Այո, կամ Ալիևը կգա իրեն օգնության, բնական Ալիևը կկազմակերպեն մի երկու կրակոցներ կանեն, ռազմական դրություն կամ արտակարգ դրություն կմցնեն, ընտրությունները չեղյալ կհայտարեն։ Կամ էլ թիմի պարագայում գիտենք, չէ՞, մի քանի տեղերում եղել է։ Ուղղակի չեղյալ են համարել ԿՊԱ-ական չունենալով, ուղղակի այդ իրավիճակն են ստեղծել։ Լավ, հիմա մենք ինչ վիճակով պետք է այս մարդկանցից ազատենք մեր երկիրը ինքներս մեզ հային, մեր հայրենիքը փրկելու համար։ Սա սովորական իրավիճակ չէ, էլի, պարոն Պետրոսյան, որ մենք նստենք, ասենք, դե հա, ընդդիմություն, իշխանություն ունենք, մի քիչ կաշառակեր է, մի քիչ էս է, բայց այս մարդիկ մեր ինքնությանն են հարվածում։ Մի քիչ չեն, իրանց մոտ ոչ մի բանը մի քիչ չի, որտեղ իրենք հստակ ծրագիր են անում, թշնամու ծրագիրն են անում։ Հիմա անգամ այդ խոստացած խաղաղությունն էլ չի հասնելու մեր ժողովրդին, որտեղ դա էլ է կեղծիք ձեր ասած փափուկ բարձը, մենք երբեք խաղաղություն չենք ունենալու Նիկոլ Փաշինյանի օրոք։ Սա էլ հարաբերական անդոր է, պարզապես մեծ պատերազմից առաջ։ Սպասենք իրավիճակին, բայց ես ուզում եմ հիմա անդրադառնալ հետևյալին, մեր հարցազրույցից առաջ, հիմա ես ուզում եմ լրահոսը ընթերցել, այսօր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը եւ Արթունեմ քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մարյանը Ազգային ժողովի 107 պատգամավորներին անհատական նամակներ են հանձնել, իսկ նամակի նպատակը եւ բովանդակությունը հետեւյալն է՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկով եւ ազգային ժողովի որոշման նախագծով, որտեղ անգամ նոր վարչապետի տեխնացուի անունը լրացնելու տող է թողնված, որովհետեւ մենք գիտենք մեր ժողովրդում իսկ ասում է առաջնորդը հստակ լինի, մենք հասկանանք ում է ձայն տալիս, որ ընդդիմադիր հատվածը ինչ առաջնորդով է ներկայանում եւ այլն։ Հիմա այդ ծրարը ներկայացվել է, նախ իսկ կխնդրեմ ձեր կարծիքը ընդհանրապես իմպիչմենտով։ Տեսեք, սահմանադրական ճանապարհով որ դուրս եկան քայլեցին 20 թվականից հետո, չէ, 21, 22, 23 անդադ քայլեցին, լաոին արտնացնում էին, չարտնացավ լաոն, կամ էլ արտնացավ, հետո չիմացան լաոյի արտնացած լաոին ինչպես ուղղորդեն, որ սրանց հեռացնեն իշխանությունից, չկարողացան։ Ովքեր գիտեն Նիկոլ Փաշինյանին, ասում են Փաշինյանին փողոցով չեք կարող հեռացնել։ Այս առաջարկը Արթունենքի ինձ մոտ հարցազրույց տարիս Նարեկ Մարյանը ահա թե ինչ ասեց, երկու տեղն էլ միասին պիտի գործի, այսինքն խորհրդարանը պիտի սկսի իմպիչմենտի գործընթաց, զուգահեռաբար փողոցում պետք է լինի ճնշում, եւ այդ երկու ճնշումը խորհրդարան եւ փողոց կտա իր արդյունքը։ Դուք այդ կարծիքին եք։ Միշտ էլ ասվել է, որ երկու ուժերի ճնշումը միասնական պետք է լինի։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններ եւ փողոցի ճնշում։ Բայց տեսնում ենք, որ դա համադրել չի ստացվում եւ արդյունքի էլի չենք հասնում։ Ինչու չի ստացվում։ Նախ մեր տղաների գործողությունները, եթե գործողություն անում են, այսօր ընդդեմ իշխանության ինչ գործողություն անում են, ես կողմ եմ դրան։ Բայց նաեւ պետք է նկատենք ինչպիսի արդյունքի կարող ենք հասնել։ Իշեք դերևս ժամանակին փորձեցին ձայներ հավաքել, եթե չեմ սխալվում ոչ թե իմպիչմենտի, այլ հայտարարության ինչ-որ, իշխան Զաքարյանին չկարողացան հայտնաբերել, հիշում եք։ Նույն սրբազան շարժման ժամանակ։ Ընկել ամբողջ աշխարհով ընկել իշխան Զաքարյանին փնտրում չկարողացան գտնել, որպեսզի բավարար ձայներ հավաքեին։ Հիմա իմպիչմենտի այս առաջարկը որ անում են, հիմա 71 պատգամավոր ԿՊ-ից է։ 107 պատգամավոր են, 36 ընդդիմադիր։ 36 ընդդիմադիրների մեջ էլ արդեն կարծես թե ինչ-որ տեղ ճաքեր է նկատվում, չէ։ Հայաստան դաշինքից Նազարյան Գեղամ, իսկ
պատիվ ունեմ իշխան Զաքարյան արդեն վաղուց չկա։ Հա, ճաքեր կան, գուցե հենց դա է պատճառը, ճաքեր կան ու ճաքերի պայմաններում տեսեք, նախ այն կարծիքը, որ մեր տղաները, որոնք ասում են, որ պատգամավորները ղեկավարվում են իրենց ներքին համոզմունքով եւ խղճով, սահմանադրական ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն։ Լավ, այսօր միջև այսօր արդեն պատերազմից անցել է 5 տարի։ Պատգամավորական այդ քպական ողմակից որևէ մեկի կողմից խիղճ ընկալվեց, ողջախոհություն ընկալվեց, ամոթի որևէ նշույլ նկատվեց։ Սրանք եթե ամոթ չունեն, ամեն ինչ ընդունակ են։ Ես համոզված եմ, որ նրանք եւ ներողություն այդ միտքեսա կավարտեմ, ասում են, որ երկու հիմք է քպականների Նիկոլի ոտքի տակ պահում։ Մեկը դա վախն է, որ նրանց նկատմամբ այսպիսի բառացեն կոմպրոմատներ ունի, եւ երկրորդ լափամանին մոտ է թողել, որ շակի լափելու ունակություն ունի։ Հնարավոր է եւ երկու տարբերակներ կարող լինի։ Երկու տարբերակներ լինում է որպես կանոն եւ կարա կոմպրոմատը լինի երկուսի հետ եւ լափամանի կարա մեկը լինի կամ մյուսը չլինի։ Բայց նաեւ երբեմն ինձ հարց են տալի, ասում են օրինակ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի X պաշտոնյային հանի, քանի որ նա Նիկոլի մասին շատ բան գիտի։ Ես դրան արդեն քմծիծաղում եմ նայում։ Ինչու՞։ Որտեւ Նիկոլ Փաշինյանը արդեն ամեն ինչ ասել է եւ ամեն ինչ հայտնի է Նիկոլ Փաշինյանի մասին։ Էլ ինչ այլասերված բան էլ ասես, դավաճանական ինչ նոր բան էլ ասես, դա արդեն բնութագրական է եւ կարելի ասել բոլորս այդ մասին գիտենք։ Հետեւաբար այս մարդը հասարակական պարսավանքի ենթարկվելու որևէ խնդիր չունի։ Վախեր չունի։ Ասեց թուրքել ասեք մեկը չեմ հավանում։ Ոչ ամոթ ունի, ոչ վախ ունի։ Սա արդեն կանգնած է այն կարգավիճակում, որ կամ հաղթանակ կամ մահ, այլ տարբերակ չունի ինքը։ Ինքը լավ է հասկանում պարտվելուց հետո իր մերձավորներին, ընդհանուր ընտանիքին ինչ է սպառնալու։ Դրա համար պիտի Հայաստանը տանի պարտության։ Հետևաբար, եթե մենք գործ ունենք այնպիսի մի առնետի հետ, որը անկյուն է մղվել, այդ առնետը պատրաստ է կացոտել բոլորին։ Հետևաբար այդ առնետի դեմ պայքարելու շատ բոլոր միջոցները պետք է օգտագործել։ Հիմա մեր տղաները թող փորձեն։ Իմպիչմենտի արդյունք ես չեմ հավատում, որ ունենան։ Ողջամիտ ժամկետ 10 օրը շատ են տվել։ Շատ են տվել 10 օր։ 10 օր հետո եթե падգամավորներից ոչ մեկը չի ձեռնարկում իմպիչմենտի գործընթաց, ապա այդ դեպքում հանդիպումների շրջանակն էլ ավելի հաշվի առնելով կփորձենք գեներացնել սպասված վարչապետի թեկնածուին, որը մեզ համար այնքան էլ սպասված չէ։ Սա ասել է Նարեկ Մայլյան, այսինքն կոնկրետ դեռ չի հայտարարվում անունը, բայց այստեղ շատ կարևոր ինչու 10 օր, որովհետև շեշտում է, որ 10 օրյա ժամկետում է լրանում մայիսի 8-ն է փաստորեն, հիշում եք այդ օրը, որ Նիկոլ Փաշինյանի 7-ամյա պաշտոնապարման շրջանն է փաստորեն լրանում եւ ասում եմ մենք այս պահին կարող ենք օգտվել այդ իմպիչմենտի հնարավորությունից անվստահություն հայտնելով իդեպ ասեմ այս ընթացքում Գառնիկ Դանիելյանը Հայաստան խմբակցության падգամավորն ասել էր եթե մենք այս ընթացքում չանենք ապա սեպտեմբերին այլևս չենք կարող անել եթե ես չեմ սխալվում դա օրենքի խնդիր կա այլևս ամռանը արդեն չի հնարավոր երբ է ինքը արդեն որպես վարչապետ ընտրվել ազգային ժողովի կողմից եթե սեպտեմբերին էր կարծեմ 1 տարի արդեն 1 տարվա ժամկետում էլ չես կարող այսինքն եթե հասցնես եթե չեմ սխալվում պաշտոնը ընդունել է սեպտեմբերին եթե չեմ սխալվում կարծեմ Դանիելյան Գառնիկը ճիշտ է ասում այսինքն այս իմպիչմենտի գործընթացը կարող է լինել մինչև սեպտեմբեր ամիսը ավելի շուտ ավելի ուշ հնարավոր չի քանի որ օրենսդրությունը թույլ չի տալի մինչև 1 տարի առաջ չես կարող արդեն իմպիչմենտ իրականացնել լավ հիմա իմպիչմենտ է ներկայացնում 71 քպականներից որևէ մեկը չի համաձայնվում իրականացնել։ Եկեք այստեղ մի փոքր ես ուզում եմ հիմա դες հակադարձել Նարեկ Մայլյանով, ես ինքս էլ չեմ հավատում, որ ԿՊԱ-ականներից որևէ մեկը կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել, բայց տեսեք ինչ է ասում է, իսկ ընդդիմությունը արդյոք գնացել է, խոսել է, ասում են, որ գնում եք իրար հետ զրուցում եք միջանցքներում կամ դուրս եք գալիս Հայաստանից ինչ-որ տեղեր եք գնում ուղևորությունների եւ իրար հետ նաեւ գարեջուր եք խմում, այդ խոսք ու զրույցի ժամանակ դուք ասում եք երբևէ փորձել եք ԿՊԱ-ականների
Օրինակ ինքն էլ է ասում ես էլ եմ փորձել, վստահ եմ, որ հնարավոր է մարդիկ կան, եթե գեներացվի իրավիճակ, ԿՊԱ-կանների մեջ կլինեն 1, 2, 3-ը, որոնք կմիանան, այսինքն հնարավոր կլինի ապահովել այդ թիվը։ Դուք վստահ եք, որ դա հնարավոր չէ։ Այդ թիվը ապահովեցիք ընդհանրապես, որպեսզի ազգային ժողովը մտնի այդ հարցը։ 54, եթե չեմ սխալվում, 54 падգամավոր։ Դա արդեն impeachment-ը հաղթանակ կտանի 54-ի պայմաններում։ Նախ 36 ձայն պետք է, որպեսզի ազգային ժողով մտնի հարցը։ Որից հետո 50+1 ձայնով արդեն նոր կարող է նոր վարչապետ ընտրվել։ Հիմա 36 ձայն ընդունենք ընդդիմությունը միասնական է, 36 ձայն եւ պետք է ապահովել եւս 20 ձայն, մոտավորապես մի քիչ ավել, կամ 18 ձայն։ 18 ձայն։ Հա, ապահովվելու է դա։ Դե դա ասում է պետք է աշխատել։ Միթե 4-5 տարի չի աշխատվել։ Ես համոզված եմ, որ աշխատվել է, ով ասեց։ Բայց ինչի չեն առաջ։ Ինչի գնացել գործընթացը։ Աշխատել են մարդիկ, չի ստացվել։ Բայց պետք էր հայտարարել գուցե։ Հիմա այս մարդիկ ասում են եկեք հայտարարեք թափանցիկ process։ Հիմա հայտարարեն, որ ԿՊԱ-ական process-ի Պողոսի հետ զրուցել են, Պողոսը չի համաձայնվել։ Այո, Պողոսը հիմա հայտարարում են, որ դավաճան է։ Մալյանն ասում է, ով որ կխոսի եւ կասի, որ հա, այս հանձնել է Արցախը եւ այլն, եւ ես դեռ շարունակում եմ կողմ լինել այդ վարչապետին, ելնում ենք հանրային, հա, հրապարակում ենք այդ մարդկանց անունները։ Ով ասում դա։ Նարեկ Մալյանը ասում է, ամբողջ գործընթացը պետք է լինի թափանցիկ։ Ով է կողմ, որ դավաճանը շարունակի մնալ, այդ մարդկանց անունները պետք է հրապարակենք։ Դուք չգիտեք այդ անունները։ Եվ ընդդիմություն, եւ չգիտեք այդ անունները։ Գուցե ընդդիմության մեջ էլ կլինեն մարդիկ, որոնք իսկապես չեն ուզենա, որ օրակարգ մտնի։ Այդ արդեն կստուգեն այդ գրավոր հայտարարությամբ։ Իսկապես գուցե դա պետք է։ Հիմա ԿՊԱ-ական այդ ոչնչությունների անունազգանները ոչ մեկ չգիտի։ Ես նստած այստեղ 25-ի անուն կասեմ։ Գումարած կառավարության բազմաթիվ անդամների, գումարած այդ ոչնչությունները, որոնք սատարում են Նիկոլին։ Անվանական բոլորին ունենք, ինչա տալիս։ Պատժի ստենդ դրեցին, չէ՞, ամոթի ստենդ դրեցին ոստիկանների։ Ինչ եղավ։ Այստեղ պետք է այլ աշխատանք արվի, որը ժամանակին անում ենք ու չի ստացվում։ Տեսեք, ինչ է, օրինակ դուք առաջարկում հրեշի գլուխը պոկելու համար, հրեշի գլուխը կտրելու համար պետքա ոտքերը, հրեշը բարձրում է գտնվում, պետքա ոտքերը կտրել, որպեսզի ինքը ընկնի գետնի։ Այս ազգակործան պիղծ իշխանություններին հեռացնելու համար պետք է նրան պահող սատարող ուժերը ոչնչացնել, սատարող ուժերի հետ աշխատանք կատարել։ Հիմա որ ասում են, կասեն, դե ասում եք արեք, փորձում ենք անել, բայց միասնական եթե արվի։ Նա ուժը ով է Նիկոլին պահում, իրականում, օբյեկտիվորեն։ Ով է պահում։ Բացառապես իրավապահ համակարգը առաջին շարքում ոստիկանությունը։ Այո, դա նա Ես հաջողվել մեկ-մեկ է։ ոստիկանությանն ասում եմ, իրավապահ մարմինների, դատախազության, քննչական, ազգային անվտանգության ընդհանուր բանակին։ Լավ, դուք գետինը չեք մտնում, տղերք այս բառերն եմ օգտագործում, որ Նիկոլի պես դավաճանը, կամ մի հատ աղջնակ ներքին գործերի նախարար, կամ մի հատ աղջնակ գլխավոր դատախազ, որ մտնի զինվորական ակադեմիան ողջունի ու մի հատ էլ խոնարհվի։ Դուք այդպիսի կուրսանտներ, այդպիսի սպաներ եք պատկերացնում, խոնարհվող։ Եվ ես նրանց միշտ մեղադրում եմ, ոնց եք մինչև այսօր կարողանում դուք համբերատար տուն գնալ ու ձեր ընտանիքի, ձեր երեխաների աչքերին նայել, երբ որ դուք ոտքի եք կանգնում զգաստ հրամանի տակ, դավաճանի առաջ, թշնամու առաջ, ոնց եք կարողանում։ Այրա ոտքերը պետք է կտրել, ոտքերից թուլացնել, որպեսզի մենք հրեշին կարողանանք վռնդել երկրից։ Լավ, ոտքերը հրեշի մեկը չեն, ոստիկանությունը չի միայն, բանակում էլ կա իր ոտքերը, ամբողջ համակարգը ուժային, եւ ես կուզեմ նաեւ խոսենք հետեւյալի մասին, իսկ գուցե նաեւ ընդդիմության հատվածում ունի նա ոտքեր ամուր մնալու իր տեղում։ Հնարավոր համարում եմ, բայց ես միշտ մի ուղղությամբ մի սկզբունք պահել եմ եւ շարունակում եմ պահել։ Ես չեմ դառնա եւ չեմ էլ ուզում դառնալ ընդդիմություն։ Ընդդիմության մեջ, եթե կան ստորներ, որոնք այսօր թել են թելում Նիկոլ Փաշինյանին կամ ջրաղացին ջուր են լցում, իրենց հարցերը կլուծենք Նիկոլին վռնդելուց հետո։ Բայց պետք է հնարավորություն լինի համախմբել, չէ՞ որ եթե կան այդպիսի դիմադիրներ, կներեք պարոն Պետրոսյան, եթե ընդդիմության մեջ կան այնպիսիներ, որոնց սցենարում կամ ծրագրում չկա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հենց նրանք են, որ թույլ չեն տալիս, գուցե ես ուղղակի հարցի տարբերակով եմ տալիս։ Ամենատեղից ես ընդդիմության բոլորի հետ զրուցում եմ, որևէ մեկը չի ասում, որ դեմ է Նիկոլի հեռացմանը։
Բոլորը ինձ միշտ ասում են պատրաստ ենք միասնաբար Բայց հելնելու։ անկեղծ են։ Ես անկեղծ լսում եմ եւ Դաշնակցության կողմից, եւ Հայաստան Դաշինքի մեր ընկերների կողմից, եւ Հանրապետականի կողմից ընդհուպ, որ պատրաստ են կանգնել իրար հետ Նիկոլին վռնդելու համար։ Պետրոսյան, այսպեսի մի բաներ եմ օրինակ լսում։ Նույն ընդդիմության շարքերից այս վերջի շրջանում ջրի երես ելան երկրորդ, երրորդ նախագահների թիմակիցներին տեսնում ենք ինչպես են իրար, հա, այսպես ցեղ շպրտելու, եւ դա շատ ցավալի էր, շատ ցավալի փաստ էր։ Եվ ինչ է ստացվում։ Նույնիսկ մարդիկ ինձ տեղեկատվություն տվեցին, թե այն մի թևն ասում է, եթե պիտի այն մի թևը գա, ավելի լավ է թող Նիկոլը մնա։ Ծանր ու շատ ցավալի փաստ է։ Ցավալի զրույց է այս տեսակով, որ բայց մենք պետք է բարձրացնենք բան Սերժ Սարգսյանի մասին ասում են, որ Սերժ Սարգսյանը իբր թե հանրապետականը ասել է, որ եթե Նիկոլը հեռանա, եթե մենք չլինենք, ավելի լավ է Նիկոլը մնա։ Ես չեմ ընդունում այդ մտքերը։ Ռոբերտ Քոչարյանի Սա ես կարծում եմ ավելի շատ թե սուտ է սա։ Ես չեմ կարծում, որ այդ մտքերը ճիշտ լինեն։ Չեմ կարծում։ Բայց այն, որ ընդդիմությունը ճաքեր է տվել եւ մենք բացահայտ տեսնում ենք այդ արճակատումը մեկ-մեկի տրորելով այն նույն լեքսիկոնով, այն նույն բառապաշարով, որ Նիկոլի դեմ ենք մենք պայքարում, նույն ձևով մեկ-մեկու հետ են խոսում, ես դա չեմ հասկանում։ Գիտեք, ինչն է ամենավատը մեր ազգային հատկանիշի։ Արցախի հաղթանակից հետո բոլորը հերոս էին ու բոլորը պահանջատեր էին, որ մենք կռվել ենք, մեզ պետքա էստաս։ Հիմա բոլորը նույն ձևի կուրսկ են ծեցում իբր ընդդեմ Նիկոլի են, որ վաղ Նիկոլին հաղթելուց հետո ասեն տեսեք մենք ինչ արեցինք։ Ինչ որտեղ գույքագրում անհրաժեշտ է, գույքագրում բառը գուցե կոպիտ է, բայց բնականաբար գույքագրում անհրաժեշտ է բոլոր դաշտերում։ Դուք տեսեք այս տահակները ինչպեսի հարձակում են գործում հենց կոնկրետ դաշնակցության նկատմամբ։ Ոչնչություններ Ռուբեն Ռուբինյան, որ քննարկում է Թուրքիայի ներկայացուցիչի հետ, որը իր տարիքի դիվանագիտական փորձ ունի։ Ռուբեն Ռուբինյանը, որը սովորել է Թուրքիայում, ինչ որ համալսարաններում, թուրքական գործակալ է գուցե այդ ընթացքում դարել, մեր դիվանագիտությունն է անում։ Այսօր մենք այնպիսի ահավոր բաներ ունենք, որը անդրադառնալը ժամ առաջ թողնել իշխանության ղեկին։ Լիարժեք ընդունում եմ, բայց ցավոք դեռ չի ստացվում, բայց մի բան կարևոր է, պետք է Նիկոլ Փաշինյանին պաշտպանող, սատարող, նրան բարձրունքի վրա պահող ոտքերը կոտրել, ոտքերի վրա աշխատել, ոտքերը մշակել, ոտքերին դուրս բերել նրա տակից, որպեսզի նա կարողանա գանգես լինել։ Սա է հնարավոր տարբերակը։ Եվ ավարտենք, հետաքրքիր է ուղղակի շատ ճիշտ առաջարկ եք անում, ուղղակի գործիքակազմերը կուզենայի ձեր միջոցով ճշտել։ Ինչպես պետք է կոտրել այդ ոտքերը, երբ որ դուք էլ ինչպես հասկացա, ընտրությունների միջոցով դուք այն կարծիքին եք, որ այդ փոփոխությունը հնարավոր չէ անել, եւ ուրեմն ինչպես որն է այդ մեխանիզմը սահմանադրական առումով ոչինչ հնարավոր չէ։ Ժողովուրդը պետք է ճանաչի, ով են լիարժեք սատարում եւ պահում Նիկոլին։ Ոստիկաններ, որոնք բարեկամ ու հարազատ ու հարևան ունեն։ Ժողովուրդը ճանաչում է, պարոն Պետրոսյան, կներեք ես ձեզ միանգամից ընդհատեմ, լսելով բազմաթիվ մարդկանց շատ հարցազրույցներ կան, որոնք նաև մենք կատարում ենք։ Ախրանքը, պարսավանքը լիարժեք չի իրականացնում։ Տեսեք, ասում են ժողովուրդը քննադատում են դիմությանը։ Ասում են նրանք այնքան սխալ քայլեր արեցին, որ այսօր մենք չգիտենք անգամ եւ վստահությունն ենք կորցրել առանդիմություն։ Ասում են հարգելի սիրելի ընդդիմադիրներ, ես ձեզ հիմա ժողովրդի խոսքն եմ փոխանցում եւ ուզում եմ որ մեր ունկնդիրներն էլ լսեն։ Բազմաթիվ մարդկանց հետ սոցհարցումներ են կարել։ Բոլորը ասում են հետեւյալը. սիրելի ընդդիմադիրներ, համախմբվեք, ընտրեք առաջնորդ, քշեք սրան։ Իսկ եթե դուք դա չեք անում, ուրեմն դուք համագործակցում եք այս թշնամու հետ, ներքին թշնամու հետ։ Մեր ժողովուրդը շատ խելացի է, նա հրաշալի հասկանում է ինչ է կատարվում։ Եվ դրա համար ասում են, հիմա ինչ անենք, մենք չգիտենք ոնց կռիվ տանք Նիկոլի դեմ։ Եթե չունենք երկրում ընդդիմություն, ուրեմն եկեք ասենք, չունենք այն ընդդիմությունը, որը պատրաստ է այդ կռիվը տալու։ Չունենք, չէ՞։ Սա ազգային ազատագրական պայքար է, որտեղ, չգիտեմ, ինչպես ինչ-որ հայտնի իշխանություն ընդդիմություն պայքար չէ դասական, սա ազգային ազատագրական է։ Այդ մարդիկ կան այսօր ազգային ժողովում։ Բազմիցս այս մասին ասել ենք, որ այսօր Նիկոլին քշելը, վռնդելը դա իշխանության համար պայքար չի։ Այո։ Այսօր ոնց որ ասեցիք, ազգային ազատագրական պայքար է, ազգին փրկելու պայքար է եւ ոչ թե իշխանության համար կռիվ։ Հետևաբար իշխանության մասին մտածելը դա երրորդական, չորրորդական թեման է։
Առաջինը պետք է կարողանանք հենց այդպես միշտ ասել եմ, դրա համար չեմ ուզում ընդդիմություն ես դառնալ, միշտ կանգնում եմ այն կետում։ Մտածում արդյոք ընդդիմադիրները, որտեվ երբ որ նայում ենք, տեսնում ենք մի թևը ուզում է իրա թեկնածուն անպայման բերի, մյուսն ուզում է իրա թեկնա, հիմա անուններ չտամ, բայց քանիսս խոսել ենք այդ մասին։ Ամեն մեկը եւ չի հանդուրժում այն մյուսի թեկնածուին։ Մինչեւ այսօր օրինակ Սերժ Սարգսյանը հրապարակել է, որ ինքը չի նախաձեռնում։ Օրերս է նորից ասած այդ։ Նորից ասեց, բանում ցուցանակաբերում եւս Իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է 2026 ընտրություններին։ Այսինքն ինքը մտածում է, որ մինչև 2026 այս մարդը դեռ գնալու է։ Իսկ ինչու է այդպես։ Այդպես չէ ձևակերպումը։ Ինչպես է։ Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը հետեւյալն էր. պատրաստ են յուրաքանչյուր ձևաչափով պայքարելու փողոցով, ազգային ժողովում, նաև ընտրությամբ։ Դա է ձևակերպումը։ Բայց ոչ պատրաստ ենք 2026 ընտրություններին մասնակցել, նշանակում է Ռոբերտ Քոչարյանը ինքը պատրաստ է մտնել նորից խաղի մեջ, այդպես հասկանալ։ Խոսքը վերաբերվում է նախ պատրաստ ենք բոլոր ձևաչափերով պատերազմել։ Հասկանալի է, բայց ինքը եւս մտնում է այդ պայքարի մեջ, Սերժ Սարգսյանի կուսակցությունը եւս մտնում է։ Հիմա Սերժ Սարգսյանով է մտնում, թե առանց Սերժ Սարգսյանի դա կերև է։ Գուցե Սերժ Սարգսյանով մտնում է, բայց Սերժ Սարգսյանը ընդունենք վարչապետի տեխնացու չի դառնում։ Օրինակի համար պաշտպանության նախարար է դառնում, օրինակի համար։ Չգիտեմ, չէ, կարծիք այդպես, ես չեմ կարծում, որ այդպես կլինի։ Բայց հիմա ասենք ընտրությունների ժամանակ նոր կերևա դա, բայց որ Ռոբերտ Քոչարյանը կողմ է նաև մինչև վերջ փողոցային պայքարին եւ այդ ուղղությամբ եւս միջոցներ ձեռնարկում է երբեմն, դա ակնհայտ է։ Ուրեմն ինչի չեն միավորվում թևերը։ Այս խնդիրը ցավոք ես դրա պատասխանը չեմ կարող տալ։ 18 կուսակցություններն այդպես էլ ձախողեցին, որովհետեւ չեղավ հենց այդ միավորումը։ Փրկության շարժման մասին էր խոսքը, շատ լավ հիշում եմ, այն ժամանակ յուրաքանչյուրի հետ ես եւս համագործակցում էի։ Չգիտեմ, անելանելի վիճակում եք։ Իմ ասած տարբերակն է փորձենք ոտքերից թույլատրել հրեշին, որպեսզի կարողանանք հաղթանակ ունենալ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, հետաքրքիր առաջարկներ միշտ ձեզանից լսում ենք, այս անգամ եւս շնորհակալ եմ հետաքրքիր շրջության համար։ Վերհիշեցնեմ, որ այսօր իմ հյուրը Թաթուլ Պետրոսյանն էր, արդարադատության գեներալ-մայոր։ Լավ եղեք, կհանդիպենք։